Սուրբ ծննդյան նախօրեին մի շքեղ առանձնատուն թաքցնում էր տարեց կնոջ տանջալից լռությունը։ Այն, ինչ պետք է տոնախմբություն լիներ, վերածվում է նուրբ մղձավանջի։ Բայց երբ որդին անսպասելիորեն վերադառնում է ճամփորդությունից, կատարելության դիմակը սկսում է փլուզվել։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք մեզ, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակեցինք։ Երեկոյան լույսը ներս էր թափանցում Երանի կենտրոնում գտնվող բնակարանի լայն պատուհաններից, ոսկեգույն շողեր նկարելով իտալական մարմարե հատակին։ Այնտեղ ամեն ինչ կարծես խնամքով ընտրված էր, տպավորելու համար։ Իտալիայից ներկրված բեժ կաշվե բազմոցները, նուրբ ասեղնագործությամբ մետաքսե բարձերը, հայտնի նկարիչների ստորագրությամբ աբստրակտ կտավները, որոնց անունները ակնածանքով էին արտասանվում արվեստի սրահներում։ Յուրաքանչյուր իր զբաղեցնում էր իր տեղը գրեթե վիրաբուժական ճշգրտությամբ, կարծես ամբողջ տունը լավ ճաշակի հաջողության մշտական ցուցափեղկ լիներ։ Այստեղ տեղ չկար պատահականության, անկատարության, այն ամենի համար, ինչը չէր համապատասխանում այնտեղ կառուցվող բացարձակ կատարելության կերպարին։ Սակայն այս ամբողջ խնամքով կազմակերպված տեսողական ներդաշնակության մեջ կար մի ներկայություն, որը կարծես թե այնտեղ չէր պատկանում։ Տիկին Հեղինեն, 73 տարեկան մի կին, ջերմակած մազերը համեստ ու պարզ սանրվածքով հավաքած, տան մեջ շարժվում էր գրեթե ուրվականային թեթությամբ։ Նրա քայլերը դանդաղ էին ու հաշվարկված, կարծես յուրաքանչյուր շարժում փորձ դրված լիներ, հնարավորինս քիչ անհանգստություն պատճառելու համար։ Նա հստակ գիտեր, թե որտեղ կանգնի, որ հատակը չճռճռա, որտեղ նստի, անթերի բարձերի վրա հետքեր չթողնելով, որտեղ դնի ձեռքերը, չխախտելով դեկորատիվ իրերի միլիմետրային դասավորությունը։ Նա ապրում էր այնտեղ, այն տանը, որը տեսականորեն նա իրենն էր, բայց զբաղեցնում էր հնարավորինս փոքր տարածք, ֆիզիկապես, էմոցիոնալ առումով։ Դեկտեմբերի այդ երեկո, Սուրբ Ծնունդից ընդամենը մեկ շաբաթ առաջ, տիկին Հեղինեն խոհանոցում էր։ Ոչ թե սմարմարով վերջին սերնդի տեխնիկայով կահավորված ցուցադրական խոհանոցում, որը միացած էր հյուրասենյակին, օգտագործվում էր միայն նրբաճաշակ խմիչքների փոքրիկ նախուտեստների համար այն երեկույթների ժամանակ, որոնք Լիլիթը սիրում էր կազմակերպել իր ինֆլուենսեր ընկերուհիների համար։ Տիկին Հեղինեն գտնվում էր բնակարանի հետնամասում գտնվող օժանդակ խոհանոցում, ֆունկցիոնալ առանց շքեղության մի տարածքում, որտեղ Սոնան, սպասուհին, անցկացնում էր իր ժամանակի մեծ մասը, պատրաստելով այն կերակուրները, որոնք երբեք չէին լուսանկարվի սոցիալական ցանցերի համար։ Տարեց կինը գաթա էր պատրաստում, մի պարզ բաղադրատոմս, որը սովորել էր իր մորից տասնամյակներ առաջ, այնտեղ Տավուշի մարզում, երբ կյանքը դժվար էր, բայց ազնիվ, երբ փող չկար, բայց արժանապատվություն կար։ Նրա ձեռքերը, որոնց վրա նշմարվում էին ուռած երակներն ու տարիքից բարակած ու բծերով պատված մաշկը, հունցում էին խմորը, շաղախված շաքարավազով, բուրավետ դարչինով։ Դա մեխանիկական շարժում էր, որն այնքան շատ էր կրկնվել կյանքի ընթացքում, որ մարմինն արդեն ինքնուրույն գիտեր, թե ինչպես կատարել, բայց տիկին Հեղինեի աչքերը հեռու էին, կորած այլ Սուրբ Ծնունդների հիշողություններում, երբ Էդգարը ընդամենը նիհար, բոբիկ ոտքերով տղա էր, վազվզում էր իրենց համեստ տանը, որի պատերը քերծված էին, իսկ առաստաղից երբեմն կաթում էր, երբ ուժեղ անձր էր գալիս։ Նա հիշում էր որդու ժպիտը, երբ համտեսում էր տարվա առաջին գաթան, այն մաքուր ու անկեղծ ուրախությունը, որ ունենում են երեխաները, երբ դեռ չեն սովորել թաքցնել իրենց զգացմունքները։ Հիշում էր, թե ինչպես էր Էդգարն օգնում իրեն զարդարել տունը Քերի Գագիկի խանութից գնված գունավոր թղթից էժանագին փայլերով պատրաստված զարդարանքներով, ծիծաղում էր, երբ սոսինձը կպչում էր մատներին, երբ փայլերը թափվում էին ամենուր։ Այն ժամանակ շքեղություն չկար, նրբաճաշակություն չկար, ոչինչ չկար, որ կարելի լիներ ցուցադրել սոցիալական ցանցերում։ Բայց ջերմություն կար։ Կային երկար գրկախառնություններ օրվա վերջում, զրույցներ սեղանի շուրջ, մինչ կիսում էին իրենց ունեցած սուղ միջոցները, պատմություններ, որ պատմում էր քնելուց առաջ իրենց կիսած նեղ մահճակալում։ Հարազատության զգացում կար։ Դարչինի հոտը սկսեց տարածվել օժանդակ խոհանոցում, քաղցր ու սփոփիչ, տիկին Հեղինեն իրեն թույլ տվեց մի փոքրիկ կարոտախտով լի ժպիտ։ Գուցե Էդգարը կցանկանար գաթա ուտել, երբ վերադառնա ճամփորդությունից։ Գուցե այդ պարզ քայլը կարողանար հիշեցնել նրան, թե ով էր նա այս ամենից առաջ, փողից առաջ, որը փոխեց նրա կյանքը, Երանի կենտրոնի շքեղ բնակարանից առաջ, Լիլիթի իր կյանք մտնելուց մոր ու որդու միջ անտեսանելի պատեր կառուցելուց առաջ։ Հենց այդ պահին նա լսեց միջանցքից մոտեցող վստահ ու ռիթմիկ քայլերի ձայնը։ Բարձրակրունկների թխկթխկոցը մարմարե հատակին գրեթե ռազմական կանոնավորությամբ, յուրաքանչյուր հարվածը հնչում էր որպես իշխանության հայտարարություն։ Տիկին Հեղինեն անմիջապես ճանաչեց։ Լիլիթն էր։
Նրա մարմինը ակամա լարվեց, ինչպես գիշատչին զգացող բնազդաբար վտանգին պատրաստվող կենդանի։ Նա գլուխը խոնարհեց, էլ ավելի կենտրոնանալով գաթան պատրաստելու գործի վրա, փորձելով անտեսանելի դառնալ, փորձելով անհետանալ այդ արդեն իսկ այդքան փոքր տարածության մեջ։ Լիլիթը մտավ օժանդակ խոհանոց նույն վերահսկվող մտածված արտահայտությամբ, որը պահպանում էր գրեթե բոլոր իրավիճակներում։ Նա 42 տարեկան կին էր, բարձրահասակ, անթերի նիհար, անձնական մարզչի հետ շաբաթական պարապմունքների սննդաբանի կողմից վերահսկվող խիստ սննդակարգի շնորհիվ, կատարյալ հարդարված ուղղված շիկահեր մազերով, որոնք խնամում էր տուն այցելող վարսահարդարը։ Նրա դեմքը կարծես քանդակված լիներ ճշգրիտ գեղագիտական միջամտություններով, այն ձիգ ու փայլուն մաշկով, որը մատնում էր բոտոքսի լցանյութերի կանոնավոր օգտագործումը։ Հագին անթերի սպիտակ դիզայներական կոստյում էր, որոնցից մեկն արժեր 3 նվազագույն աշխատավարձի չափ, համեստ, բայց շատ թանկարժեք զարդեր, ընտրված անձնական ոճաբանի կողմից, ձեռքին բռնել էր հեռախոսը, որպես սեփական մարմնի շարունակություն, անընդհատ ստուգելով ծանուցումները, մեկնաբանությունները, հավանումների տարածումների թիվը։ Նրա պարզ ու սառույցի պես սառը աչքերը սահեցին տարածքով մեկ, նախքան կանգ առան տիկին Հեղինեի վրա, վատ թաքցրած դժգոհության արտահայտությամբ։ Այս հոտը, ասաց Լիլիթը մի տոնով, որը ճիշտ է, ագրեսիվ չէր, բայց պարունակում էր հստակ կտրուկ դատապարտում։ Այս հոտը տարածվում է ամբողջ տնով մեկ։ Ես քիչ հետո ֆոտոսեսիա ունեմ իմ էջի համար։ Ինչպես եմ լուսանկարելու միջավայրը, երբ խոհանոցի այս հոտը ներխուժում է ամենուր։ Տիկին Հեղինեն չոր կուլ տվեց, աչքերը չբարձրացնելով սկուտեղի վրա դրված խմորագնդերից։ Գաթա էի պատրաստում, ասաց նա ցածր ու հնազանդ ձայնով։ Մտածեցի, Էդգարը կուրախանա, երբ վերադառնա ճամփորդությունից։ Նա միշտ այնքան է սիրել։ Լիլիթը հոգոց հանեց, երկար ու թատերական անհամբերությամբ լի, կարծես գործ ունենար մի երեխայի հետ, որը չի հասկանում համակեցության տարրական կանոնները։ Հեղինե, մենք արդեն քանի անգամ ենք այս մասին խոսել։ Տունը կոնցեպտ ունի։ Գեղագիտական ստանդարտ, որը պետք է պահպանվի։ Թխվածքի այրված շաքարի հոտը չի համապատասխանում այն մինիմալիստական նրբաճաշակ միջավայրին, որը ես այստեղ այդքան ջանքով պահպանում եմ։ Ես հաճախորդներ ունեմ, որոնք կարող են ցանկացած պահի հանդիպման գալ։ Ես հետորդներ ունեմ, որոնք հետում են իմ առօրյայի յուրաքանչյուր մանրուքին, այս տան յուրաքանչյուր անկյունին։ Սա վտանգում է այն ամենը, ինչ ես կառուցել եմ։ Դուք չեք հասկանում, թե ինչքան աշխատանք է պահանջվում այս կերպարը պահպանելու համար։ Նա խոսում էր դանդաղ, արտասանելով յուրաքանչյուր բառը ճշգրտությամբ, կարծես մի չափազանց ակնհայտ բան բացատրեր մեկին, ով լուրջ դժվարություններ ունի հասկանալու հետ։ Ճիչեր չկային։ Բացահայտ հայհոյանքներ չկային։ Բայց յուրաքանչյուր խնամքով արտասանված վանկում, յուրաքանչյուր հաշվարկված դադարում կար նուրբ, շարունակական խորապես հաշվարկված նվաստացում։ Տիկին Հեղինեն շուրթերը սեղմեց, զգալով, թե ինչպես է կոկորդը սեղմվում, իսկ աչքերը այրվում։ Ներողություն, Լիլիթ։ Ես այդ մասին չմտածեցի։ Շուտով կվերջացնեմ ամեն ինչ լավ կոթափոխեմ։ Խոստանում եմ, որ ոչ մի հոտ չի մնա։ Լիլիթս մի քանի վայրկյան նայեց տարեց կնոջը այն գնահատող հայացքով, որով դատում էր իր շուրջը գտնվող ամեն ինչ բոլորին, մարդկանց իրավիճակները դասակարգելով նրա միջ, ինչը ծառայում էր իր կերպարին, ինչը ոչ։ Այնուհետ թեթակի ձեռքով արեց, էլեգանտ, բայց սառը ազատ արձակելու ժեստ, շրջվեց դուրս գալու։ Սակայն դուռն անցնելուց առաջ կանգ առավ մտածկոտ արտահայտությամբ նայեց ուսի վրայով։ Հեղինե, մի բան։ Այսօր երեկոյան մի քանի ընկերուհիների եմ հյուրընկալում ընթրիքի։ Ես լուսանկարելու եմ սեղանը, ձավորումը, խմիչքները։ Ավելի լավ կլինի, որ երեկոյան 7-ից հետո ձեր սենյակում մնաք։ Չեմ ուզում, որ անհարմար զգաք այսքան շարժից այստեղ շրջող այդքան անծանոթ մարդկանցից։ Այս նախադասությունը փաթաթված էր կեղծ մտահոգությամբ, բայց երկուսն էլ գիտեին այդ բառերի հետում թաքնված ճշմարտությունը։ Լիլիթը չէր ուզում, որ տիկին Հեղինեն հայտնվի լուսանկարներում, չէր ուզում, որ իր հետորդներն իմանան, որ այնտեղ մի տարեց կին է ապրում, որը խախտում է հավերժական երիտասարդության կատարյալ կյանքի այն կերպարը, որը նա ամեն օր վաճառում էր։ Տիկին Հեղինեն լուր գլխով արեց, Լիլիթը դուրս եկավ, նրա բարձրակրունկները արձագանքում էին միջանցքում, մինչ հեռվում անհետացան, հետում թողնելով միայն անհարմար լռության ձայնը։ Տարեց կինը երկար պահ կանգնած մնաց, նայելով քաղցր կաթով թրջված խմորագնդերին։ Նրա աչքերը սկսեցին ավելի ուժգին այրվել, բայց նա մի քանի անգամ թարթեց, ստիպելով արցունքներին չթափվել։ Լաց լինելն անօգուտ էր։
Լաց լինելը ոչինչ չէր փոխում։ Լաց լինելը միայն կստիպեր Լիլիթին ասել, որ նա դրամատիկ է, չափազանց զգայուն, որ չի կարողանում հաղթահարել իրականությունը։ Սոնան, որը մոտակա մառանն էր կարգի բերում, զգուշավոր քայլերով դանդաղ մոտեցավ։ Նա 50 տարեկան կին էր, թխամաշկ բարի աչքերով, որոնք վերջին 6 տարիների ընթացքում շատ բան էին տեսել այդ տանը։ Նա լավ գիտեր այնտեղ հաստատված հիվանդագին դինամիկան խորը կարեկցանք էր զգում տիկին Հեղինեի նկատմամբ, բայց նա գիտեր գոյատելու կարիք ունեցողի իմաստությամբ, որ ցանկացած ավելի ուղղակի միջամտություն կարող էր իրեն աշխատանքից զրկել։ Իսկ նա 2 դուստր ուներ պահելու։ Տիկին Հեղինե, ուզում եք ես վերջացնեմ գաթաները, հարցրեց նա ցածր ձայնով, գրեթե շշուկով, կողքերը նայելով, համոզվելու համար, որ Լիլիթն իսկապես գնացել է։ Տիկին Հեղինեն բացասական շարժում արեց գլխով, փորձելով ժպտալ, բայց ստացվեց միայն տխուր արտահայտություն։ Ոչ, Սոնա։ Ես կվերջացնեմ։ Բայց շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, որ այստեղ ես։ 2 կանայք լուռ փոխանակվեցին հասկացողության հայացքով։ Սոնան չգնաց։ Նա մնաց այնտեղ, մոտիկ, որպես համերաշխության լուռ ներկայություն։ Երբեմն լիովին մենակ չլինելու պարզ փաստն արդեն իսկ թեթացում էր, թեկուզ փոքր։ Տիկին Հեղինեն շարունակեց պատրաստել գաթաները, բայց այժմ այդ գործողությունն այլս նախկին սփոփանքը չէր բերում։ Էդգարի մանկության ժպիտի քաղցր հիշողությունը փոխարինվել էր հասուն Էդգարի հիշողությամբ, որը միշտ շտապում էր, միշտ զբաղված էր, միշտ բացակա էր, նույնիսկ երբ ներկա էր։ Նա գրեթե 10 օր Դուբայում էր, մասնակցելով մի շարք կարևոր հանդիպումների, ընդլայնելու տեխնոլոգիական ընկերության բիզնեսը, որը հիմնել էր տարիներ առաջ 2 գործընկերների հետ։ Ընկերությունն աճել էր էքսպոնենցիալ կերպով, Էդգարին դարձնելով հաջողակ գործարար, որով հիանում էին բիզնես ամսագրերում, հրավիրում էին դասախոսությունների միջոցառումների։ Նա երբեմն զանգում էր մորը, արագ պաշտոնական հարցեր տալիս, թե ինչպես է նա, ավտոմատ պատասխաններ ստանում, որ ամեն ինչ լավ է, որ պետք չէ անհանգստանալ։ Նա երբեք չէր պնդում։ Երբեք չէր խորանում։ Գուցե որովհետև իսկապես չէր ուզում իմանալ, կամ որովհետև անկեղծորեն հավատում էր, որ ամեն ինչ լավ է։ Լիլիթը միշտ հոգ էր տանում, որ Էդգարը հավատա դրան։ Երբ նա տանն էր, Լիլիթը լիովին փոխում էր իր պահվածքը։ Դառնում էր ավելի սիրալիր, ավելի համբերատար, երբեմն նույնիսկ տիկին Հեղինեին ներառում էր եղանակի կամ որե անվնաս նորության մասին մակերեսային զրույցներում։ Բայց հենց որ Էդգարը գնում էր գրասենյակ կամ մեկնում իր հաճախակի գործուղումներից մեկին, դիմակը լիովին ընկնում էր, իսկական Լիլիթն էր ի հայտ գալիս։ Սառը, վերահսկող, մանրակրկիտ, տարված տան կյանքի յուրաքանչյուր սանտիմետրը իր իսկ սահմանած խիստ չափանիշներին համապատասխան պահելու մոլուցքով։ Այդ տունը նրա խնամքով կառուցված թվային կյանքի գլխավոր բեմն էր։ Նրա ինստագրամյան էջն ուներ ավելի քան 200,000 հետորդ, մարդիկ, որոնք հետում էին նրա թվացյալ անթերի նախանձելի առօրյայի յուրաքանչյուր մանրուքին։ Կատարյալ դասավորված նախաճաշերի լուսանկարներ, գեղարվեստորեն դասավորված օրգանական մրգերով, մինիմալիստական դեկորացիաներ, սկանդինավյան դիզայնի իրերով, դիզայներական հագուստ, գրված մտածված անփութությամբ, ճամփորդություններ դրախտային վայրեր, որտեղ ամեն ինչ թվում էր ինքնաբուխ, բայց միլիմետրային ճշգրտությամբ պլանավորված էր։ Ամեն ինչ խնամքով հաշվարկված, խմբագրված ստված էր, կատարյալ, նախանձելի, բացարձակապես առանց թերությունների կյանքի կերպար ստեղծելու համար։ Եվ տիկին Հեղինեն, իր հասարակ խանութներից գնված պարզ հագուստով, տարիքով պայմանավորված դանդաղ շարժումներով, միջավայրը ծանրացնող լուռ տխրությամբ, չէր տեղավորվում այդ պլաստիկ տեսարանում։ Նա աններդաշնակ տարր էր, մարդկային անկատարություն, որը պետք էր թաքցնել, ջնջել, հեռու պահել տեսախցիկներից հայացքներից։ Տիկին Հեղինեն թեթակի դողացող ձեռքերով ավարտեց գաթաների պատրաստումը, սկուտեղը ծածկեց մաքուր ու գունաթափված խոհանոցային սրբիչով։ Ամեն ինչ դրեց օժանդակ խոհանոցի սառնարանում, հեռու ցուցադրական խոհանոցի չժանգոտվող պողպատից սառնարանից, որտեղ Լիլիթը ցուցադրելու էր թանկարժեք ռեստորանից պատվիրված նրբաճաշակ ուտեստները այդ երեկոյան ընթրիքի համար։ Դանդաղ լվաց ձեռքերը տաք ջրի տակ, չորացրեց դրանք տարիներ շարունակ կրած մաշված գոգնոցով, հետո դանդաղ քայլեց դեպի իր սենյակ, յուրաքանչյուր քայլը ծանր էր, կարծես աշխարհը կրեր իր ուսերին։ Դա փոքրիկ անհրապույր սենյակ էր, բնակարանի հետնամասում, լվացքատան Սոնայի սենյակի մոտ։ Նախկինում դա հին բնակարանների աղախնի սենյակն էր եղել, Լիլիթը։ Թվացյալ տրամաբանական փաստարկներով համոզել էր Էդգարին, որ ավելի լավ կլինի, եթե մայրը մնա այնտեղ, քանի որ սենյակն իր սանհանգույցն ուներ, նա ավելի շատ անձնական տարածք անկախություն կունենար։
Իրականում դա նրան մեկուսացնելու, առանձնացնելու, բնակարանի շքեղ հատվածներից, կարևոր հյուրերից, այն կյանքից հեռու պահելու էլեգանտ միջոց էր, որը Լիլիթը փորձում էր վաճառել որպես ապրանք սոցիալական ցանցերում։ Տիկին Հեղինեն նստեց նեղ մեկտեղանոց մահճակալի եզրին, նայեց փոքրիկ պատուհանից, որը բացվում էր դեպի շենքի օդափոխության հորանը։ Այնտեղից կապույտ երկինքը չէր երում, ծառերը կամ բաբախող քաղաքը չէին երում։ Երում էին միայն մոխրագույն ու կեղտոտ պատեր, այլ բնակարանների պատուհաններ, որտեղ այլ կյանքեր էին ընթանում, բաց խողովակներ։ Նա մտածեց Տավուշի մասին, այն համեստ, բայց արժանապատիվ տան մասին, որտեղ միայնակ մեծացրել էր Էդգարին այն բանից հետո, երբ ամուսինը մեկնել էր Երանում աշխատանքի հնարավորություն փնտրելու, որը երբեք այնպես չիրականացավ, ինչպես խոստացվել էր։ Մտածեց այն հսկայական զոհողությունների մասին, որ արել էր, որպեսզի որդին կարողանա սովորել, կրթություն ստանալ, իրենից ավելի լավ կյանք կառուցել։ Տարիներ շարունակ աշխատել էր որպես դերձակ, կարելով մինչ ուշ գիշեր լամպի թույլ լույսի տակ, վնասելով սեփական տեսողությունը, վճարելու համար նրա մասնավոր դպրոցի, նյութերի, դասընթացների համար։ Եվ նա կառուցեց այդ ավելի լավ կյանքը։ Էդգարը հաջողակ մարդ էր, հարգված շուկայում, ֆինանսապես կայուն ապահով։ Բայց ինչ-որ ցավալի անհասկանալի կերպով, նյութական հաջողության ճանապարհին, նա էմոցիոնալ առումով հեռացել էր այն ամենից, ինչ մի ժամանակ եղել էր, բոլոր այն արժեքներից, որոնք նա փորձել էր սովորեցնել։ Նա լիովին չէր մեղադրում նրան։ Նրա հանդեպ զայրույթ չուներ։ Կյանքը սովորեցնում է, հաճախ դաժան կերպով, որ մարդիկ փոխվում են, որ առաջնահերթությունները փոխվում են, որ հաջողությունն ունի անտեսանելի, բայց բարձր գին։ Եվ գուցե Էդգարն իսկապես հավատում էր, որ պատշաճ կերպով հոգ է տանում իր մասին, նրան բերելով ապրելու այս 300 քառակուսի մետր շքեղ բնակարանում, ապահովելով, որ նա ունենա նյութական հարմարավետություն, մաքուր հագուստ, սնունդ սեղանին, մասնավոր բժիշկներ։ Նա չէր տեսնում, որովհետև ներկա չէր տեսնելու համար, թե ինչ էր կատարվում, երբ ինքը այնտեղ չէր։ Չէր տեսնում Լիլիթի սառը հայացքները, առաջարկների տեսքով քողարկված չոր հրամանները, մշտական լուռ բացառումները, ամենօրյա նվաստացումը, որը գալիս էր փոքր չափաբաժիններով, բայց կուտակվելով թունավորում էր հոգին։ Եվ տիկին Հեղինեն համարձակություն չուներ պատմելու։ Չէր ուզում, որ իրեն տեսնեն որպես տրտնջացող խնդրահարույց ծեր կին, չէր ուզում կոնֆլիկտներ առաջացնել որդու ամուսնության մեջ, չէր ուզում լինել ավելի մեծ բեռ, քան արդեն զգում էր, որ կա։ Այդ երեկո, մինչ Լիլիթը հյուրասենյակում ընդունում էր իր ինֆլուենսեր ընկերուհիներին դեկորացիոն ամսագրի շապիկին արժանի սեղանով, ներկրված ծաղիկներով, անգլիական ճենապակյա սպասքով, բյուրեղյա գավաթներով, տիկին Հեղինեն փակված մնաց իր փոքրիկ ու տոտ սենյակում։ Նա լսում էր բարձր ծիծաղի, շքեղ ապրանքանիշերի միջազգային ճամփորդությունների մասին աշխույժ զրույցների, ֆրանսիական գինու գավաթների էլեգանտ զնգոցի խուլ, բայց անսխալական ձայնը։ Կարծես լիովին զուգահեռ աշխարհում լիներ, բարակ, բայց անանցանելի պատերով բաժանված մի կյանքից, որը տեղի էր ունենում առանց իրեն, չնայած իրեն, անտեսելով իր գոյությունը։ Սոնան երեկոյան ժամը 10-ի սահմաններում թեթակի թակեց դուռը, բերելով ընթրիքից խնամքով պատրաստված մի ափսե։ Տիկին Լիլիթը խնդրեց, որ ձեզ համար ուտելիք բերեմ, ասաց նա ցածր ձայնով, բայց երկուսն էլ գիտեին, որ դա ընդամենը դատարկ ձականություն էր։ Լիլիթն ուզում էր, որ տիկին Հեղինեն կուշտ առողջ լինի, ոչ թե անկեղծ սիրուց կամ սիրալիր մտահոգությունից, այլ որովհետև ցանկացած առողջական խնդիր, ցանկացած հոսպիտալացում կամ շտապ դեպք կլիներ հսկայական անհարմարություն, խախտում այն կատարյալ առօրյայում, որը նա կազմակերպում էր։ Տիկին Հեղինեն հոգնած ժպիտով շնորհակալություն հայտնեց լուռ կերավ, նստած նեղ մահճակալի եզրին, լսելով հեռավոր խուլ ձայները այն երեկույթի, որն իրենը չէր, որը երբեք իրենը չէր լինի։ Հետո, դեռ հագուստով, վաղ պառկեց, բայց քունը հեշտությամբ չեկավ։ Նա նայում էր բծավոր առաստաղին, մտածելով, թե կյանքն ինչպիսի տարօրինակ դաժան շրջադարձեր է կատարում։ Նա, ով մի ժամանակ Էդգարի միակ բացարձակ հենարանն էր, այն մարդը, ում նա ամենաշատն էր սիրում աշխարհում, նա, ում մոտ վազում էր վախի կամ ուրախության պահերին, այժմ վերաբերվում էին որպես անտեղի իրի, հին կահույքի, որը չի սազում նոր դեկորին։ Մինույն ժամանակ Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմում, Դուբայի շքեղ հյուրանոցում, Էդգարը նստած էր թագավորական չափի մահճակալի եզրին, անտարբեր նայելով հեռախոսի էկրանին։ Նա նոր էր ավարտել ճապոնացի ներդրողների հետ մտավոր առումով հյուծիչ հերթական հանդիպումը, զգում էր մի հոգնածություն, որը շատ ավելին էր, քան ֆիզիկական մարմինը։ Դա խորը էմոցիոնալ հյուծվածություն էր, աճող դատարկություն, որը լուռ հաստատվում էր ամիսներ, գուցե տարիներ շարունակ, ինչպես դանդաղ, բայց անդադար ընդարձակվող ստվեր։ Նա մտածեց մորը զանգելու մասին, բայց նայեց իր շվեյցարական ժամացույցին, մտովի հաշվարկեց, որ Երանում արդեն պետք է շատ ուշ լինի։
Որոշեց թողնել հաջորդ օրվան, ինչպես միշտ էր անում։ Բայց ինչ-որ բան համառորեն անհանգստացնում էր նրան։ Մի անորոշ անհարմար զգացողություն, էմոցիալ անհանգստություն, որը չէր կարողանում անվանել կամ ճշգրիտ տեղորոշել։ Նա հստակ հիշեց վերջին անգամ, երբ տեսել էր տիկին Հեղինեին, այս ճամփորդությանը մեկնելուց մի քանի օր առաջ։ Նա հյուրասենյակում էր, նստած անկյունում գտնվող համեստ բազկաթոռին, գրեթե անտեսանելի, երբ նա շտապ մոտեցավ հրաժեշտ տալու, մայրը բռնեց նրա ձեռքն անսովոր անսպասելի ուժով, կարծես չէր ուզում բաց թողնել, կարծես ինչ-որ բան կանխազգար։ Նրա աչքերը խոնավ էին, փայլում էին զսպված արցունքներից, Էդգարն արագ հարցրեց, թե արդյոք ամեն ինչ կարգին է։ Նա չափազանց արագ գլխով արեց, ստիպողաբար դողացող ժպիտ արեց, ասաց, որ այո, ամեն ինչ լավ է, որ նա հանգիստ ճամփորդի կենտրոնանա կարևոր հանդիպումների վրա։ Բայց այդ ձեռքսեղմումը դաջվել էր նրա հիշողության մեջ որպես ֆիզիկական հետք։ Այդ հուսահատ ժեստի մեջ ինչ-որ բան կար։ Ինչ-որ բան, որը նա չկարողացավ կամ չցանկացավ մեկնաբանել այն պահին, բայց որն այժմ, մենակ անդեմ հյուրանոցի սենյակում, տնից հազարավոր կիլոմետրեր հեռու, սկսում էր արձագանքել նրա ներսում որպես անդադար զնգացող տագնապի ղողանջ։ Էդգարը վեր կացավ մահճակալից, մոտեցավ հատակից առաստաղ ձգվող հսկայական պատուհանին, նայելով ներքում գտնվող քաղաքի վառ լույսերին։ Դուբայը եռուն էր, ժամանակակից, կյանքով ու շարժումով լի։ Բայց նա, պարադոքսալ կերպով, զգում էր խորը կտրուկ մենություն։ Եվ այդ մենության խորքում սկսում էր ի հայտ գալ մի անհարմար հարց, որը նա երկար ժամանակ փորձում էր չտալ։ Ինչ էր իրականում կատարվում իր տանը։ Ինչ էր կատարվում իր մոր հետ։ Նա գլուխը թափահարեց, փորձելով հեռացնել անհանգստացնող մտքերը։ Լիլիթը միշտ վստահեցնում էր, որ ամեն ինչ լավ է, որ շատ լավ է հոգ տանում տիկին Հեղինեի մասին, որ տունը կատարյալ աշխատում է շվեյցարական ժամացույցի պես։ Նա վստահում էր նրան։ Կամ գոնե փորձում էր համոզել ինքն իրեն, որ վստահում է։ Բայց այդ դեպքում ինչու էր այդ համառ անհանգստությունը չլքում իրեն։ Ինչու էր մոր այդ ձեռքսեղմումն այդքան հետապնդում իրեն։ Էդգարը թեթակի դողացող ձեռքերով վերցրեց հեռախոսը, բացեց հաղորդագրությունների հավելվածը։ Արագ հաղորդագրություն գրեց Լիլիթին, փորձելով անկաշկանդ հնչել։ Ինչպե՞ս են գործերն այնտեղ։ Մամս, լավ է։ Ինչպե՞ս է իրեն զգում։ Պատասխանը եկավ մի քանի րոպե անց, կարճ ընդհանրական։ Ամեն ինչ հիանալի է այստեղ, սիրելիս։ Մայրդ լավ հանգստանում է։ Ոչ մի բանի համար մի անհանգստացիր։ Կենտրոնացիր քո կարևոր հանդիպումների վրա։ Շատ եմ սիրում քեզ։ Նա 2-3 անգամ կարդաց հաղորդագրությունը, բայց դրա մեջ ինչ-որ հիմնարար բան իրեն չհանգստացրեց, ինչպես պետք է։ Գուցե դա չափազանց ընդհանրական անորոշ տոնն էր, կոնկրետ յուրահատուկ մանրամասների բացակայությունը։ Կամ գուցե դա պարզապես իր հոգնած սթրեսի մեջ գտնվող միտքն էր, որ երակայական խնդիրներ էր ստեղծում այնտեղ, որտեղ չկային։ Էդգարը խորը շունչ քաշեց, հեռախոսը դրեց անկարգ մահճակալին։ Պետք էր քնել։ Վաղս մեկ երկար լարված օր էր լինելու բարդ բանակցություններով, որոնք կպահանջեին իր ողջ կենտրոնացումը։ Բայց քունը, երբ վերջապես եկավ երկար ժամանակ անց, բերեց անհանգիստ անհանգստացնող երազներ։ Էդգարն իրեն նորից երեխա տեսավ, 6 կամ 7 տարեկան, բոբիկ վազում էր Տավուշի համեստ ու նեղ տանը, երեխայի բարակ ձայնով կանչելով մորը։ Նա այն ժամանակ միշտ այնտեղ էր, միշտ ներկա, միշտ հասանելի, միշտ ժպտում էր, նույնիսկ երբ հոգնած էր աշխատանքից։ Բայց երազում ինչ-որ բան այլ էր սարսափելի։ Երբ նա վերջապես մոտենում էր մորը, մեկնելով փոքրիկ ձեռքերը, նա ծխի պես անհետանում էր, նա մնում էր լիովին մենակ երկար, մութ անվերջ դատարկ միջանցքում, գոռալով նրա անունը առանց որևէ պատասխան ստանալու, միայն արձագանք էլի արձագանք։ Նա արթնացավ կեսգիշերին, սիրտը ուժգին բաբախում էր կրծքում, իսկ շնչառությունը ծանր ու անկանոն։ Շփոթված շուրջը նայեց, մի քանի տանջալի վայրկյան պահանջվեց, մինչ ճանաչեց հյուրանոցի անդեմ սենյակը։ Եվս մի քանի վայրկյան պահանջվեց, որպեսզի կարողանա նվազագույնս հանգստանալ։ Դա ընդամենը երազ էր, կրկնում էր ինքն իրեն որպես մանտրա։ Ընդամենը անիմաստ երազ։ Բայց տագնապի սարսափելի զգացողությունը մնաց, կպած կրծքին որպես կպչուն ստվեր, որը չէր ցրվում նույնիսկ վառված գիշերային լամպի լույսի տակ։ Վերադառնալով երան, տիկին Հեղինեն նույնպես արթնացավ նույն գիշերվա կեսին, բայց ոչ մղձավանջի պատճառով։ Ծերության թեթ ընդհատվող քունը նրան պահում էր մշտական կիսագիտակից վիճակում։ Բացի այդ, նա լսում էր հյուրասենյակից եկող բարձր ձայների աղմուկը։
Լիլիթի ընկերուհիները դեռ այնտեղ էին բարձր ծիծաղի զրույցների փոփոխված տոնից, որոնք բարձրանում էին, արդեն բավականին հարբած էին ազատ հոսող թանկարժեք գինուց։ Տիկին Հեղինեն դանդաղ վեր կացավ մահճակալից, զգալով հոդերի բողոքը, մոտեցավ սենյակի դռանը, ականջը զգուշորեն հենելով սառը փայտին։ Բայց դու սկեսուր ունես, որ այստեղ է ապրում, Լիլիթ, հարցրեց կանացի ձայներից մեկը, անկեղծ զարմանքի հետաքրքրության տոնով։ Երբեք նրան քո լուսանկարներից ոչ մեկում չեմ տեսել։ Նույնիսկ չգիտեի, որ դու ամուսնացած ես մեկի հետ, ով դեռ մայր ունի։ Լիլիթի ծիծաղը արձագանքեց բնակարանում, թեթ արհեստական ծիծաղ։ Այո, ունեմ, պատասխանեց նա մի սառը բնականությամբ, որը սառեցրեց տիկին Հեղինեի արյունը։ Բայց նա իր փոքրիկ սենյակում է մնում, հետնամասում։ Այդպես է նա խնդրում։ Մի քիչ ամաչկոտ է, գիտեք, թե ինչպես է։ Տարեց մարդիկ երբեմն չեն կարողանում լավ հարմարվել ժամանակակից սոցիալական միջավայրերին։ Մի քիչ կորած են լինում, խեղճը։ Ես փորձում եմ ներգրավել, բայց նա ինքն է նախընտրում մեկուսացած մնալ։ Հասկանում եմ, մեկնաբանեց մեկ այլ ձայն։ Իմ սկեսուրն էլ է այդպիսին։ Կարծես այլ մոլորակում են ապրում, այնպես չէ՞։ Ընկերուհիները համաձայնության ծիծաղով պատասխանեցին, զրույցն արագ անցավ այլ թեմաների, մեկնաբանելով Սարյան փողոցում բացված նոր նրբաճաշակ ռեստորանը Փարիզ ուղղությունը, որը նրանցից մեկը պլանավորում էր։ Տիկին Հեղինեն դանդաղ հեռացավ դռնից, զգալով, թե ինչպես է կուրծքը սեղմվում մի ցավից, որը շատ ավելին էր, քան ֆիզիկականը։ Նա հիանալի գիտեր, որ Լիլիթը ստում էր սարսափելի հեշտությամբ։ Դա իր ընտրությունը չէր մեկուսացված թաքնված մնալը։ Դա իր նախընտրությունը չէր ապրել որպես ուրվական սեփական տանը։ Բայց լսել դա այդքան բնական ասված, լսել, թե ինչպես է հարսը լիովին խեղաթյուրում իրականությունն այդքան հեշտությամբ առանց մեղքի կամ անհարմարության նվազագույն նշույլի, ցավեցնում էր այնպես, որ բառերը պարզապես չէին կարող հասնել կամ պատշաճ կերպով արտահայտել։ Նա վերադարձավ նեղ անհարմար մահճակալին, բարակ վերմակը մինչ կզակը քաշելով, հուսահատ փորձելով տաքանալ։ Բայց ցուրտը, որ զգում էր, դրսից չէր գալիս, օդի ջերմաստիճանից չէր պայմանավորված։ Այն գալիս էր ներսից, հոգու խորը մութ մի տեղից, որտեղ բացարձակ մենությունն ու մշտական մերժումը հաստատվել էին որպես մշտական անցանկալի հյուրեր, որոնք հրաժարվում էին հեռանալ։ Հաջորդ օրերը նույն հաստատված օրինաչափության մեխանիկական ընկճող կրկնությունն էին։ Տիկին Հեղինեն արթնանում էր լուսաբացից շուտ, միայնակ սուրճ էր խմում օժանդակ խոհանոցում, մինչ տունը դեռ քնած էր, խնամքով խուսափում էր շրջել ընդհանուր շքեղ տարածքներով, երբ Լիլիթն արթուն էր շրջում էր բնակարանում։ Երբեմն իրեն օգտակար զգալու անկեղծ ցանկությամբ փորձում էր օգնել Սոնային փոքրիկ տնային գործերում, սրբիչներ ծալել, մառանը կարգի բերել, բայց նույնիսկ դա Լիլիթը կտրականապես չէր հավանում։ Այն հովանավորչական տոնով ասում էր, որ տունն ունի լավ վարձատրվող հատուկ պատրաստված աշխատակիցներ դրա համար, որ տիկին Հեղինեն պետք է օգտվի հնարավորությունից հանգստանալու սեփական առողջության մասին հոգ տանելու համար։ Բայց այնտեղ, այդ խեղդող համատեքստում հանգստանալը նշանակում էր մնալ անշարժ, անտեսանելի լուր, զբաղեցնելով հնարավորինս փոքր ֆիզիկական էմոցիոնալ տարածք, գործնականում դադարելով գոյություն ունենալ։ Էդգարս 2 անգամ զանգեց այդ երկար շաբաթվա ընթացքում, արագ մակերեսային զրույցներ, միշտ շտապողական, հետին պլանում երթեկության կամ օդանավակայանների ձայնով։ Զրույցներ, որտեղ տիկին Հեղինեն մեխանիկորեն, որպես ծրագրավորված ռոբոտ, կրկնում էր, որ ամեն ինչ լավ է, որ նա պետք չէ անհանգստանալ, որ կենտրոնանա կարևոր հանդիպումների վրա։ Նա հուսահատորեն ուզում էր պատմել ամբողջ ճշմարտությունը, ուզում էր ասել, որ իրեն խեղդված անտեսանելի է զգում, նվաստացած մարած, ինչպես մեկի կողմից փչված մոմ։ Բայց բառերը պարզապես չէին կարողանում դուրս գալ սեղմված կոկորդից։ Նա կատվածահար անող վախ ուներ դրամատիկ չափազանցնող հնչելուց, որպես խնդրահարույց բողոքող ծեր կին ելալուց, էլ ավելի էմոցիոնալ առումով հեռացնելու որդուն, որն արդեն այդքան հեռու էր, այդքան անհասանելի։ Եվ այսպես, ծանր լռությունների բարի մտադրություններով, բայց կործանարար ստերի միջ բանտարկված, ցավալի ճշմարտությունը շարունակում էր թաքնված թաղված մնալ, լուր աճելով որպես ընդարձակվող ստվեր, որը շուտով, շատ շուտով, այլս չէր։ Տեղավորվի արհեստականորեն կատարյալ արտաքինով այդ տանը։ Շաբաթն անխուսափելիորեն առաջ է շարժվում, Սուրբ Ծնունդը մոտենում էր իր ավանդական միասնության ընտանեկան սիրո խոստումով։ Լիլիթն արդեն սկսել էր մանրակրկիտ պլանավորել տան մշակված ձավորումը, որը պետք է դառնար իր ինստագրամյան էջի հատուկ գրառումների շարքի գլխավոր թեման։
Նա վարձել էր պրոֆեսիոնալ դեկորատորների թանկարժեք թիմ բնակարանը վերածելու իսկական նրբաճաշակ միջազգային դեկորացիոն ամսագրին արժանի Սուրբ Ծննդյան տեսարանի, ներկրված 3 մետրանոց հսկայական տոնածառով, հատուկ Եվրոպայից բերված նուրբ սպիտակ լույսերով արծաթագույն ու սառը սպիտակ երանգների մինիմալիստական զարդարանքներով։ Ոչ մի վառ ժողովրդական կարմիր, ոչ մի տնական զարդարանք, որը կարող էր անճաշակ թվալ, ոչինչ, որը նվազագույնս շեղվեր այն խիստ գեղագիտական ստանդարտից, որը նա մոլեռանդորեն մշակում էր, որը բերում էր հազարավոր հավանումներ, հիացական մեկնաբանություններ։ Տիկին Հեղինեն այս ամենը դիտում էր հեռվից, միշտ հեռվից, որպես անտեսանելի հանդիսատես մի թատերական ներկայացման, որում ինքը ոչ մի դեր չուներ։ Դիտում էր ցավալի կարոտով հիշում այն պարզ տոնածառերը, որոնք այնքան սիրով զարդարում էր Էդգարի հետ, երբ նա ընդամենը անմեղ երեխա էր։ Այդ համեստ տոնածառերը զարդարված հասարակ խանութներից գնված գունավոր գնդիկներով, ճմրթված ալյումինե փայլաթիթեղից աստղերով, կարի թելին անցկացված ջրերից պատրաստված ձեռագործ ծաղկաշղթաներով։ Դրանք լիովին անկատար էին ժամանակակից չափանիշներով, բայց անկեղծորեն իրենցն էին։ Դրանք պատրաստված էին իսկական սիրով, ինքնաբուխ ծիծաղով, թանկագին հիշողություններով, որոնք երբեք լիովին չէին ջնջվի սրտի հիշողությունից։ Մի լուռ առավոտ, մինչ Լիլիթը բացակայում էր առտրային ֆոտոսեսիայի համար, տիկին Հեղինեն պատահաբար գտավ մի հին փոշոտ ստվարաթղթե տուփ, պահված իր սենյակի նեղ պահարանի մութ խորքում։ Դրա մեջ, խնամքով փաթաթված անխնաժամանակի ընթացքում դեղնած մետաքսե թղթի մեջ, կար մի հատուկ Սուրբ Ծննդյան զարդարանք, որը Էդգարը պատրաստել էր սեփական ձեռքերով 7 տարեկանում։ Դա հաստ ստվարաթղթից անկանոն աստղ էր, պատված ոսկեգույն փայլերով, արդեն բավականին գունաթափված, որոշ տեղերում քերված, հետի մասում մանկական ծուռ տառերով գրված էր նրա անունը, կապույտ մարկերով։ Նա ծայրահեղ զգուշությամբ, դողացող ձեռքերով բռնեց թանկագին զարդարանքը, կարծես դա աշխարհի ամենաթանկ արժեքավոր իրը լիներ, վերջապես իրեն թույլ տվեց լաց լինել առանց զսպվածության։ Այնտեղ, լիովին մենակ փոքրիկ ու տոտ սենյակում, հեռու դատող հայացքներից, նա լացեց բոլոր այն արցունքները, որոնք այդքան երկար զսպել կուտակել էր, լացեց աճող էմոցիոնալ հեռավորության, ճնշող մենության, այն ամենի համար, ինչ մի ժամանակ միասին ունեցել էին, որն այժմ թվում էր այդքան անդառնալիորեն հեռու կորած անցյալում։ Երբ Սոնան լուռ մտավ սենյակ, անկողինը հավաքելու, սպիտակեղենը փոխելու, գտավ նրան այդպես, նստած մահճակալի եզրին, մանկական զարդարանքը դողացող ձեռքերում, դեմքը լիովին թաց անդադար հոսող արցունքներից, նա բացարձակապես ոչինչ չասաց։ Պարզապես հարգալից նստեց տարեց կնոջ կողքին, իր տաք ձեռքը դրեց նրա նիհար ու կորացած ուսին։ Երբեմն, հատկապես ամենադժվար պահերին, լուռ անկեղծ ընկերակցությունը անսահման ավելին արժե, քան հազարավոր դատարկ սփոփանքի խոսքեր։ Եվ մինչ տիկին Հեղինեն լուռ լաց էր լինում երանում, ազատելով ամիսներ շարունակ կուտակված ցավը, Էդգարը Դուբայում փակված զգում էր աճող համար անհանգստություն, որն այլս պարզապես չէր կարող անտեսել կամ խեղդել։ Ինչ-որ բան խորապես սխալ էր։ Նա չգիտեր, թե կոնկրետ ինչ, չէր կարողանում անվանել կամ տեղորոշել անհանգստության ճշգրիտ աղբյուրը, բայց զգում էր մի ներքին համոզմունքով, որն աճում էր ամեն ժամ։ Եվ այդ անհարմար զգացողությունը սկսում էր շատ ավելի ծանր կշռել, քան ցանկացած կարևոր գործնական հանդիպում, քան ցանկացած միլիոնավոր դրամների պայմանագիր, որ կարող էր ստորագրել, քան ցանկացած մասնագիտական նվաճում։ Ինչ-որ անտեսանելի, բայց հզոր բան շտապ կանչում էր նրան տուն։ Եվ այս անգամ, երկար ժամանակ անց առաջին անգամ, նա սկսում էր հստակ գիտակցել, որ գուցե պետք է լսի այդ համառ կանչը, քանի դեռ շատ ուշ չէ, քանի դեռ ինչ-որ անուղղելի բան տեղի չի ունեցել։ Էդգարն արթնացավ հաջորդ առավոտ արդեն կայացրած որոշմամբ։ Այդ անհանգստացնող երազից հետո չէր կարողացել նորից քնել, գիշերվա մնացած ժամերն անցկացրել էր, նայելով հյուրանոցի սենյակի առաստաղին, մտածելով, հիշողություններ փորփրելով, կրծքում աճող ծանրություն զգալով։ Առավոտյան ժամը 6-ին, երբ գունատ լույսը սկսեց ներս թափանցել վարագույրներից, նա արդեն նստած էր մահճակալի եզրին, հեռախոսը ձեռքին, ստուգելով դեպի երան հասանելի թռիչքները։ Այդ օրվա երկրորդ կեսին նա ուներ վճռորոշ հանդիպում կորեացի ներդրողների հետ, բանակցություն, որը պատրաստվում էր ամիսներ շարունակ, որը կարող էր նշանակել ընկերության վերջնական ընդլայնումը դեպի ասիական շուկա։ Միլիոնավոր դոլարներ էին խաղասեղանին։ Բայց երկար տարիների ընթացքում առաջին անգամ Էդգարը զգաց, որ փողն ամենակարևոր բանը չէ։ Կար ավելի մեծ, ավելի հրատապ բան, որը պահանջում էր իր ուշադրությունը։ Իր մայրը։ Այդ ձեռքսեղմման, այդ խոնավ աչքերի, այդ տարօրինակ հրաժեշտի հիշողությունը դուրս չէր գալիս իր մտքից։ Նա զանգեց Ռոբերտին, իր գործընկերոջն ու լավագույն ընկերոջը, որը նույնպես Դուբայում էր։ Ռոբերտի քնաթաթախ ձայնը պատասխանեց մի քանի զանգից հետո։
Ալո, Էդգար։ Առավոտյան ժամը 6-ն է, ընկեր։ Ինչ որ բան է պատահել։ Ես պետք է այսօր վերադառնամ Երան, ասաց Էդգարն առանց շրջանցելու։ Կարող ես դու վարել հանդիպումը կորեացիների հետ։ Գծի մյուս կողմում դադար եղավ։ Այսօր։ Էդգար, այս հանդիպումը վճռորոշ է։ Մենք ամիսներ շարունակ ենք սրան պատրաստվել։ Ինչ է պատահել։ Գիտեմ, որ կարևոր է։ Բայց ես պետք է գնամ։ Մորս հետ է կապված։ Վատ կանխազգացում ունեմ։ Շատ վատ։ Ռոբերտը հոգոց հանեց։ Մայրդ հիվանդ է։ Չգիտեմ։ Ոչ հենց այդպես։ Բայց ինչ որ բան այն չէ։ Ես զգում եմ։ Եվս մեկ դադար։ Ռոբերտը Էդգարին ճանաչում էր 15 տարի համալսարանական տարիներից։ Գիտեր, որ ընկերը հապճեպ որոշումներ կայացնողներից չէ, հատկապես երբ խոսքը գործի մասին էր։ Եթե նա ասում էր, որ պետք է գնա, ուրեմն լուրջ պատճառ կար։ Լավ, ասաց Ռոբերտը վերջապես։ Ես կվարեմ հանդիպումը։ Բայց դու համոզված ես։ Այո։ Շնորհակալ եմ, Ռոբերտ։ Պարտք եմ քեզ։ Հանգիստ գնա։ Եվ հուսով եմ, մայրդ լավ է։ Էդգարն անջատեց հեռախոսը, անմիջապես ամրագրեց դեպի Երան առաջին հասանելի թռիչքը, որը մեկնում էր առավոտյան ժամը 10-ին։ Արագ հավաքեց ճամպրուկը, տաքսի վերցրեց դեպի օդանավակայան, ամբողջ ճանապարհին զգում էր աճող շտապողականություն, կարծես յուրաքանչյուր կորցրած րոպեն վճռորոշ լիներ։ Փորձեց զանգել Լիլիթին, զգուշացնելու, որ վերադառնում է, բայց նա չպատասխանեց։ Կարճ տեքստային հաղորդագրություն թողեց։ Այսօր վերադառնում եմ։ Երեկոյան կհասնեմ։ Լիլիթի պատասխանը եկավ մի քանի րոպե անց։ Ինչո՞վ։ Գործերի հետ կապված ինչ-որ բան է պատահել։ Նա արագ գրեց։ Պետք է մորս տեսնեմ։ Լիլիթը մի քանի րոպե ուշացրեց պատասխանը։ Նրա հետ ամեն ինչ լավ է։ Պետք չէ անհանգստանալ։ Վերջացրու քո հանդիպումները։ Էդգարը նայեց հաղորդագրությանը տարօրինակ բան զգաց։ Ոչ։ Թե այն, ինչ նա ասում էր, այլ թե ինչպես էր ասում։ Կար մի սառնություն, մի շտապողականություն իրեն հանգստացնելու մեջ, որը ստիպողական էր թվում։ Առանց պատասխանելու հեռախոսը դրեց սեղմված սրտով, նստեց ինքնաթիռ։ 9 ժամ 10 թռիչքը հոգեբանական տանջանք էր։ Էդգարը չկարողացավ քնել, չկարողացավ կենտրոնանալ աշխատանքի վրա, չկարողացավ ոչինչ անել, բացի մտածելուց։ Մտածեց իր մանկության միասին հաղթահարած դժվարությունների, մոր կատարած լուր զոհողությունների մասին, որպեսզի ինքը հնարավորություններ ունենա։ Հիշեց, թե ինչպես էր նա մինչ ուշ գիշեր կարում, իր անգլերենի դասերի համար վճարելու, ինչպես էր հարաններին թխվածքներ վաճառում, իր դպրոցական գրքերը գնելու, ինչպես երբեք ոչ մի անգամ չէր բողոքել կամ պնդել, որ ինքն իմանա իր կրած բեռի ծանրությունը։ Իսկ ինչ էր ինքն արել փոխարենը։ Հաջողակ ընկերություն էր կառուցել, փող էր վաստակել, շքեղ բնակարան էր գնել։ Բայց հեռացել էր։ Ոչ միայն ֆիզիկապես, այլ էմոցիոնալ առումով։ Զանգերը դարձել էին ավելի կարճ, այցելությունները ավելի հազվադեպ, զրույցները ավելի մակերեսային։ Նա ինքն իրեն ասում էր, որ զբաղված է ավելի լավ ապագա կառուցելով, բայց այժմ 12,000 մետր բարձրության վրա սկսում էր կասկածի տակ դնել։ Ավելի լավ ում համար։ Հիշեց, թե երբ էր տիկին Հեղինեին բերել իր Լիլիթի հետ ապրելու, 3 տարի առաջ։ Այն ժամանակ դա ճիշտ որոշում էր թվում։ Նա մենակ էր տավուշում, ծերանում էր, խնամքի կարիք ուներ։ Նա կարծում էր, որ նրան Երան բերելը լիակատար հարմարավետությամբ ընդարձակ բնակարան կլիներ նրա արած ամեն ինչի փոխհատուցման միջոց։ Բայց արդյոք նա երջանիկ էր այնտեղ։ Արդյոք ինքն իսկապես ուշադրություն էր դարձրել։ Էդգարը փակեց աչքերը, լարեց հիշողությունը։ Երբ էր վերջին անգամ նստել մոր հետ, իսկապես զրուցելու։ Ոչ թե առողջության կամ ինչ-որ բանի կարիք ունենալու մասին արագ զրույց, այլ իսկական զրույց, կյանքի, հիշողությունների, զգացմունքների մասին։ Չէր կարողանում հիշել։ Եվ դա ավելի շատ էր ցավեցնում, քան որը այլ բան։ Ինքնաթիռը վերջապես վայրեջք կատարեց Զվարթնոց, երեկոյան ժամը 9-ին։ Էդգարը վերցրեց միայն ձեռքի ուղեբեռը, արագ դուրս եկավ օդանավակայանից, տաքսի կանչելով։ Միասնիկյանի պողոտայով ընթանալիս, որը լուսավորված էր քաղաքի լույսերով, փորձեց զանգել տուն։
Լիլիթը պատասխանեց չորրորդ զանգից. Ողջույն, սիրելիս։ Արդեն հասնում ես։ Տաքսիում եմ։ Կես ժամից կհասնեմ։ Ինչպե՞ս է մայրս։ Նա լավ է, Էդգար։ Արդեն ընտրել է իր սենյակում հանգստանում է։ Դու իսկապես կարիք չունեիր այսպես շտապ վերադառնալու։ Պետք է նրան տեսնեմ, պարզ ասաց նա։ Լիլիթի տոնի մեջ ինչ-որ բան անհանգստացնում էր նրան, բայց չէր կարողանում ճշգրիտ որոշել, թե ինչ։ Անջատեց հեռախոսը, մնաց նայելով պատուհանից անցնող քաղաքին, զգալով աճող անհանգստություն։ Մինույն ժամանակ բնակարանում Լիլիթն անջատեց հեռախոսը լարված արտահայտությամբ։ Սոնան խոհանոցում ավարտում էր ընթրիքի սպասքը լվանալը, նկատեց միջավայրի փոփոխությունը։ Լիլիթն արագ քայլերով մտավ խոհանոց։ Էդգարն այսօր վերադառնում է։ Կես ժամից կհասնի։ Սոնան միայն գլխով արեց, բայց հսկայական թեթացում զգաց։ Գուցե վերջապես ամեն ինչ կարողանար փոխվել։ Լիլիթը, սակայն, հաշվարկում էր։ Գնա Հեղինեի սենյակ խնդրիր, որ այնտեղ մնա։ Ասա, որ Էդգարը հոգնած է ճամփորդությունից, ավելի լավ է, որ այսօր երեկոյան նրան չանհանգստացնի։ Վաղը կխոսեն։ Սոնան վարանեց։ Ամենայն հարգանքով տիկին Լիլիթ, բայց պարոն Էդգարը վերադարձել է հենց իր մորը տեսնելու համար։ Կարծում եմ, նա պետք է հյուրասենյակում լինի, երբ նա գա։ Լիլիթը կտրուկ շրջվեց, նրա սառը աչքերը հառած Սոնային։ Չեմ հիշում, որ քո կարծիքը հարցրած լինեմ, Սոնա։ Արա այն, ինչ հրամայում եմ։ Սոնան գլուխը խոնարհեց, բայց ինչ-որ բան նրա ներսում ընդվզեց։ Տարիներ շարունակ նա դիտում էր այս իրավիճակը, տարիներ շարունակ տեսնում էր, թե ինչպես է տիկին Հեղինեն լուր հյուծվում։ Նա խորը շունչ քաշեց, ասաց մի վստահ ձայնով, որը զարմացրեց ինքն իրեն. Ես դա չեմ անի, տիկին Լիլիթ։ Ամենայն հարգանքով, բայց չեմ անի։ Եթե դուք ուզում եք խոսել տիկին Հեղինեի հետ, դուք խոսեք։ Հաջորդած լռությունը լարված ու ծանր էր։ Լիլիթը բացեց բերանը, Սոնային նախատելու, հնարավոր է հենց տեղում աշխատանքից ազատելու համար, բայց լսեց մուտքի դռան փականում բանալու պտտվելու ձայնը։ Էդգարը հասել էր։ Լիլիթն արագ վերականգնեց իր արտահայտությունը, դեմքին դրեց փորձված ժպիտ, դուրս եկավ խոհանոցից, ամուսնուն դիմավորելու։ Էդգարը մտավ բնակարան, ճամփրուկը ձեռքին, տեսանելիորեն հոգնած, բայց վճռական։ Ողջույն, սիրելիս, ասաց Լիլիթը, մոտենալով նրան համբուրելու։ Ինչ անակնկալ է քո այսպես վերադառնալը։ Կարոտել էիր։ Էդգարը մեխանիկորեն պատասխանեց համբույրին, նրա աչքերն արդեն փնտրում էին տանը։ Որտեղ է մայրս։ Իր սենյակում, հանգստանում է։ Նա վաղ ընտրեց արդեն պառկել է։ Գիտես, թե ինչպիսին է նա, սիրում է վաղ քնել։ Էդգարը նայեց ժամացույցին։ 9:30 Չափազանց վաղ։ Գնում եմ նրան տեսնելու։ Սիրելիս, նա արդեն պետք է քնած լինի։ Ինչու լոգանք չես ընդունում, հանգստանում, վաղը առավոտյան հանգիստ կխոսես նրա հետ։ Բայց Լիլիթի պնդման մեջ ինչ-որ բան տագնապի ազդանշան տվեց Էդգարի գլխում։ Ես նրան հիմա եմ տեսնելու, կրկնեց նա ավելի վստահ տոնով։ Ճամփրուկը թողեց հյուրասենյակում, քայլեց դեպի բնակարանի հետնամաս, որտեղ գտնվում էր մոր սենյակը։ Լիլիթը հետեց նրան, փորձելով ինչ-որ բան մտածել ասելու, բայց Էդգարն արդեն թեթակի թակում էր դուռը։ Մամ։ Ես եմ, Էդգարը։ Կարող եմ մտնել։ Մյուս կողմում մի պահ լռություն տիրեց, որին հաջորդեց շտապ վեր կենալու ձայն։ Դուռը բացվեց, հայտնվեց տիկին Հեղինեն, հագին պարզ գիշերանոց, աչքերը լայն բացված զարմանքից։ Էդգար։ Դու վերադարձել ես։ Բայց ես կարծում էի։ Նրա ձայնը կտրվեց, երբ տեսավ որդուն այնտեղ, իր դիմաց կանգնած։ Եվ հետո, չկարողանալով զսպել իրեն, նրա աչքերը լցվեցին արցունքներով։ Էդգարը զգաց, կարծես ստամոքսին հարված ստացած լիներ։ Ինչ-որ բան խորապես սխալ էր։ Մայրը թվում էր ավելի փոքր, ավելի փխրուն, ավելի մարած, քան երբ նա մեկնել էր ճամփորդության։ Եվ այդ աչքերը։ Այդ աչքերը կրում էին մի տխրություն, որը նա երբեք չէր տեսել։ Մամ, ինչ է կատարվում, հարցրեց Էդգարը, մտնելով փոքրիկ սենյակ, փակելով դուռը իր հետից, Լիլիթին թողնելով դրսում։ Տիկին Հեղինեն արագ գլուխը թափահարեց, սրբելով արցունքները։ Ոչինչ, որդիս։ Ամեն ինչ լավ է։ Ես ուղղակի ուրախացա քեզ տեսնելով։
Այսօր քեզ չէի սպասում։ Էդգարը շուրջը նայեց սենյակում։ Ամիսների ընթացքում առաջին անգամ էր, որ իսկապես ուշադրություն էր դարձնում այդ տարածքին։ Այն փոքր էր, շատ փոքր։ Պատուհանը բացվում էր դեպի օդափոխության հորանը։ Կահույքը պարզ էր, հասարակ։ Ոչ մի անձնական բան չկար, ոչ մի լուսանկար, ոչ մի իր, որը այդ վայրը տուն դարձներ։ Դա ընդամենը սենյակ էր։ Հյուրասենյակ։ Կամ ավելի վատ, աղախնի սենյակ։ Ինչու ես լաց լինում, պնդեց Էդգարը, նստելով նեղ մահճակալի եզրին։ Չեմ լաց լինում, փորձեց թաքցնել տիկին Հեղինեն։ Ուղղակի։ Հուզմունք է քեզ տեսնելուց։ Մամ, խնդրում եմ։ Ես գիտեմ, որ ինչ-որ բան այն չէ։ Ես զգում եմ։ Ասա ինձ։ Ինչ է կատարվում այստեղ։ Տիկին Հեղինեն նայեց որդուն, այն մարդուն, որը մի ժամանակ իր տղան էր, զգաց, թե ինչպես է։ Կուրծքը սեղմվում։ Նա այնքան էր ուզում պատմել, այնքան էր ուզում բացել սիրտը դուրս թողնել կուտակած ողջ ցավը։ Բայց վախենում էր։ Վախենում էր խնդիրներ առաջացնելուց, վախենում էր դրամատիկ ծեր կնոջ տպավորություն թողնելուց, վախենում էր կորցնելու այն քիչը, որ դեռ ուներ։ Ամեն ինչ լավ է, Էդգար, կրկնեց նա, բայց ձայնը դողաց։ Էդգարը բռնեց նրա ձեռքերը, սառը դողացող։ Մամ, ես Դուբայից եկել եմ, որովհետև կանխազգացում ունեի։ Որովհետև երազում քեզ եմ տեսել։ Որովհետև ինչ-որ բան ինձ ասում էր, որ դու իմ կարիքն ունես։ Խնդրում եմ, մի ստիր։ Ինչ է կատարվում։ Եվ հենց այդ պահին, երբ որդին բռնել էր նրա ձեռքերը, երբ այդ անհանգիստ աչքերը հառել էին իրեն, պատնեշը վերջապես փլուզվեց։ Տիկին Հեղինեն սկսեց իսկապես լաց լինել, խորը ցավալի լաց, որն այդքան երկար զսպվել էր։ Ես ինձ անտեսանելի եմ զգում, Էդգար դուրս եկավ կոտրված շշուկով։ Ես ինձ զգում եմ, կարծես ոչ մի տեղի չեմ պատկանում։ Կարծես բեռ լինեմ, անհարմարություն։ Ես փորձում եմ հնարավորինս քիչ տեղ զբաղեցնել, փորձում եմ չխանգարել, բայց մինույն է։ Էդգարը զգաց, թե ինչպես է սիրտը կոտրվում։ Մինույն է, ինչ, մամ։ Ինչ է կատարվում, երբ ես այստեղ չեմ։ Տիկին Հեղինեն նայեց փակ դռանը, իմանալով, որ Լիլիթը հավանաբար մյուս կողմում է, էլ ավելի իջեցրեց ձայնը։ Նա ինձ այստեղ չի սիրում։ Ես հասկանում եմ, դա նրա տունն է, նա իրավունք ունի ամեն ինչ իր ուզած ձով անելու։ Բայց երբեմն ես ինձ այնքան մենակ եմ զգում, այնքան։ Էդգարը մորը գրկեց, նա դեմքը թաղեց նրա ուսին, լաց լինելով այն ամենը, ինչ զսպել էր։ Նա զգաց մոր մարմնի փխրունությունը, զգաց, թե ինչպես է նա կարծես փոքրացել, մի զայրույթ սկսեց աճել նրա ներսում։ Ոչ թե մոր հանդեպ, այլ իր իսկ հանդեպ չտեսնելու ուշադրություն չդարձնելու, այդքան բացակա լինելու համար։ Ներիր ինձ, մամ, ասաց նա խեղդված ձայնով։ Ներիր, որ ավելի շուտ չեմ նկատել։ Ես այնքան կենտրոնացած էի աշխատանքի վրա, այնքան անհանգստացած էի բաներով, որոնք կարող չեն, որ չտեսար, թե ինչ է կատարվում իմ սեփական տանը։ Նրանք այդպես մնացին երկար րոպեներ, գրկախառնված, մինչ տիկին Հեղինեն լաց էր լինում, իսկ Էդգարը փորձում էր մարսել այն ամենը, ինչ բացահայտում էր։ Երբ նա վերջապես մի փոքր հանգստացավ, Էդգարը հեռացավ նայեց նրա աչքերին։ Ուզում եմ, որ ամեն ինչ պատմես։ Սկզբից։ Ինչ է կատարվում այստեղ, երբ ես չկամ։ Եվ տիկին Հեղինեն, հոգնած այդ բեռը միայնակ կրելուց, սկսեց պատմել։ Խոսեց նուրբ նվաստացումների, առաջարկների տեսքով քողարկված հրամանների, այն մասին, թե ինչպես էին իրեն հեռու պահում հյուրերից, ինչպես էր իր պատրաստած ուտելիքի հոտն անհանգստացնում, ինչպես էր իր ներկայությունը խախտում տան գեղագիտությունը։ Խոսեց այն մասին, թե ինչպես էր ընթրիքների ժամանակ փակված մնում սենյակում, ինչպես էին իրեն վերաբերվում որպես անտեղի կահույքի, ինչպես էր անտեսանելի դարձել սեփական տանը, որը պետք է նա իրենը լիներ։ Էդգարը լուր լսում էր ամեն ինչ, զգալով, թե ինչպես է զայրույթն աճում յուրաքանչյուր բառի հետ։ Դա պայթյունավտանգ զայրույթ չէր, այլ սառը վճռական զայրույթ։ Ինչպես նա չէր տեսել։ Ինչպես էր թույլ տվել, որ դա տեղի ունենա։ Երբ տիկին Հեղինեն ավարտեց պատմելը, նա մի պահ լուռ մնաց, մարսելով։ Հետո վեր կացավ ասաց մի հանգստությամբ, որը հակասում էր ներսում զգացած փոթորկին։ Դու այսօր այստեղ չես քնելու։ Էդգարը բացեց փոքրիկ պահարանը, սկսեց վերցնել մոր հագուստներից մի քանիսը։ Արի։ Դու ինձ հետ գլխավոր ննջասենյակում ես քնելու։ Իսկ վաղը մենք սա մեկընդմիշտ կլուծենք։ Բայց Էդգար, Լիլիթը։
Ինձ չի հետաքրքրում, թե Լիլիթն ինչ կասի, ընդհատեց նա վստահորեն։ Սա նա իմ տունն է, դու իմ մայրն ես։ Դու պետք է այս բնակարանի լավագույն ննջասենյակում լինես, ոչ թե այս փոքրիկ սենյակում։ Ես հիմար էի, որ դա ավելի շուտ չեմ նկատել, բայց հիմա նկատեցի։ Եվ ամեն ինչ փոխվելու է։ Նա օգնեց մորը վերցնել մի քանի իր միասին դուրս եկան սենյակից։ Լիլիթը հյուրասենյակում էր, ծածնում էր, թե հեռախոսն է քրքրում, բայց ակնհայտորեն սպասում էր։ Երբ տեսավ Էդգարին, տիկին Հեղինեի նրա հագուստներից մի քանիսի հետ դուրս գալիս, տագնապով վեր կացավ։ Ինչ է կատարվում։ Մայրս այսօր ինձ հետ գլխավոր ննջասենյակում է քնելու, ասաց Էդգարն առանց կանգ առնելու։ Էդգար, մենք պետք է այս մասին խոսենք, փորձեց Լիլիթը, հետելով նրանց։ Վաղը կխոսենք։ Այսօր ես հոգնած եմ, ուղղակի ուզում եմ հոգ տանել մորս մասին։ Նա տիկին Հեղինեին տարավ գլխավոր ննջասենյակ, այն մեկը, որն ուներ հսկայական մահճակալ, ընդարձակ զգեստասենյակ, լոգարան, ջակուզիով։ Տիկին Հեղինեն մի տեսակ կորած շուրջը նայեց, կարծես արգելված տարածք մտած լիներ։ Որդիս, ես չեմ կարող, կարող ես։ Եվ կանես։ Լոգանք ընդունիր, հագուստդ փոխիր, հանգստացիր։ Տանն ես։ Էդգարը դուրս եկավ սենյակից, մոր համար ջուր ուտելիք բերելու։ Հյուրասենյակում հանդիպեց Լիլիթին, որը սպասում էր, այժմ ավելի քիչ վերահսկվող արտահայտությամբ։ Էդգար, մենք պետք է հիմա խոսենք։ Ոչ, Լիլիթ։ Հիմա ոչ։ Ես հյուծված եմ, պետք է շատ բան մարսեմ։ Ինչ մարսես։ Ինչ է ասել մայրդ։ Նա շփոթված է, Էդգար։ Տարեց մարդիկ երբեմն շփոթվում են, դրամատիկ են լինում։ Մայրս շփոթված չէ, կտրեց Էդգարը, շրջվելով նրան նայելու։ Նա տառապում է։ Եվ ես չեմ տեսել, որովհետ կույր էի, բացակա։ Բայց հիմա տեսա։ Եվ ամեն ինչ այլ կերպ է լինելու։ Դու չափազանցնում ես։ Ես հոգ եմ տանում նրա մասին, Էդգար։ Նա այստեղ ամեն ինչ ունի։ Նա իրեր ունի։ Բայց արժանապատվություն չունի։ Հարգանք չունի։ Տուն չունի։ Նա ունի մի մանր սենյակ, որտեղ դու նրան թաքցնում ես, երբ ընկերուհիներիդ ես հյուրընկալում։ Լիլիթը գունատվեց։ Նա քեզ դա է ասել։ Նա կարիք չուներ ասելու։ Ես տեսա։ Երկար ժամանակ անց առաջին անգամ ես իսկապես տեսա։ Էդգարը գնաց խոհանոց, տաք թեյ պատրաստեց, մի քանի չորահաց վերցրեց։ Վերադարձավ ննջասենյակ, որտեղ տիկին Հեղինեն արդեն պառկած էր հսկայական մահճակալին, փոքրիկ կորած թվալով այդքան շատ բարձերի մեջ։ Նա սկուտեղը դրեց նրա կողքին։ Մի քիչ կեր, հանգստացիր։ Վաղը ավելի շատ կխոսենք։ Էդգար, ես չեմ ուզում քո Լիլիթի միջ խնդիրներ առաջացնել։ Մամ, դու ոչինչ չես առաջացնում։ Ես եմ անփույթ եղել։ Բայց սա վերջանում է հիմա։ Նա համբուրեց մոր ճակատը, դուրս եկավ սենյակից, մեղմ փակելով դուռը։ Միջանցքում Լիլիթը սպասում էր նրան, ձեռքերը խաչած։ Արի աշխատասենյակում խոսենք, ասաց Էդգարը։ Երկուսը մտան աշխատասենյակ, Էդգարը փակեց դուռը։ Երկար պահ նրանք լուռ էին, պարզապես իրար էին նայում։ Ինչ ես ուզում, որ ասեմ, սկսեց Լիլիթը պաշտպանական տոնով։ Ճշմարտությունն եմ ուզում։ Ինչպես ես վերաբերվում մորս, երբ ես այստեղ չեմ։ Ես նրան չեմ վատ վերաբերվում, եթե դա ես մտածում։ Ես պարզապես փորձում եմ տունը կազմակերպված, ֆունկցիոնալ պահել։ Նա լավ չի հարմարվում մեր ունեցած ապրելակերպին։ Ապրելակերպ։ Ինչ ապրելակերպ, Լիլիթ։ Արտաքին տեսքի կյանք։ Կատարյալ լուսանկարների։ Մայրս դեկորացիայի կտոր չէ, որը կարելի է թաքցնել, երբ չի համապատասխանում գեղագիտությանը։ Դու չես հասկանում, թե ինչ ճնշման տակ եմ, Էդգար։ Իմ կարիերան կախված է իմ ստեղծած կերպարից։ Իսկ մայրս ինչ։ Բավականաչափ երիտասարդ չէ։ Բավականաչափ նրբաճաշակ չէ։ Քո լուսանկարների համար պիտանի չէ։ Դու ամեն ինչ խեղաթյուրում ես։ Ոչ, Լիլիթ։ Առաջին անգամ ես ամեն ինչ պարզ եմ տեսնում։ Եվ ինձ դուր չի գալիս այն, ինչ տեսնում եմ։ Վիճաբանությունը շարունակվեց ավելի քան 1 ժամ, Լիլիթը փորձում էր պաշտպանվել, իսկ Էդգարը սկսում էր հասկանալ խնդրի մասշտաբը։ Երբ վերջապես դուրս եկան աշխատասենյակից, արդեն կեսգիշերն անց էր։
Էդգարը գնաց գլխավոր ննջասենյակ գտավ մորը քնած, վերջապես հանգստացած։ Նա մի պահ նայեց նրան, զգալով սիրո, մեղքի վճռականության խառնուրդ։ Պառկեց սենյակի բազմոցին նրան չանհանգստացնելու համար, մնաց այնտեղ, արթուն, պլանավորելով, թե ինչ է անելու հաջորդ օրը։ Մի բան պարզ էր. ամեն ինչ չէր կարող շարունակվել այնպես, ինչպես կար։ Պետք էր փոխվեին։ Եվ կփոխվեին։ Հաջորդ առավոտը բնակարանում ծանր լռությամբ սկսվեց։ Էդգարը վաղ արթնացավ ննջասենյակի բազմոցին վատ քնած գիշերից հետո։ Տիկին Հեղինեն դեռ խորը քնած էր, էմոցիոնալ առումով հյուծված նախորդ գիշերվա իրադարձություններից։ Նա ավելի լավ ծածկեց նրան վերմակով լուր դուրս եկավ սենյակից, զգուշորեն փակելով դուռը։ Խոհանոցում հանդիպեց Սոնային, որը սուրճ էր պատրաստում։ Նա հարգալից գլխի շարժումով ողջունեց նրան։ Բարի լույս, պարոն Էդգար։ Բարի լույս, Սոնա։ Նա մի պահ վարանեց, հետո հարցրեց. Որքան ժամանակ է, ինչ այստեղ եք աշխատում։ 6 տարի, պարոն։ Էդգարը գլխով արեց, իրեն սուրճ լցնելով։ Կարող եմ ձեզ մի անկեղծ հարց տալ։ Իհարկե, պարոն։ Ինչպես է Լիլիթը վերաբերվում մորս, երբ ես այստեղ չեմ։ Սոնան աչքերը խոնարհեց, ակնհայտորեն անհարմար զգալով։ Պարոն Էդգար, ես, խնդրում եմ, Սոնա։ Ինձ ճշմարտությունն է պետք։ Ես ձեզ ոչ մի բանի համար չեմ դատի։ Պարզապես ուզում եմ հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում այստեղ։ Սոնան խորը շունչ քաշեց։ Նա նայեց միջանցքին, համոզվելով, որ մենակ են, հետո սկսեց խոսել ցածր, բայց վստահ ձայնով։ Տիկին Լիլիթը։ Նա տիկին Հեղինեին վերաբերվում է այնպես, կարծես նա այստեղ չպետք է լինի։ Հրամայում է, որ սենյակում մնա, երբ հյուրեր ունի։ Բողոքում է նրա արած ամեն ինչից, ուտելիքի հոտից, աղմուկից, նրա ներկայությունից։ Տիկին Հեղինեն ամբողջ օրն անցկացնում է, փորձելով չանհանգստացնել, աղմուկ չանել, գոյություն չունենալ։ Տխուր է, պարոն Էդգար։ Շատ տխուր։ Էդգարը զգաց, թե ինչպես է կուրծքը սեղմվում։ Ինչու երբեք ինձ չեք պատմել։ Սոնան նայեց նրան մի արտահայտությամբ, որը երկար ժամանակ բեռ էր կրում։ Որովհետև ես աշխատող եմ, պարոն Էդգար։ Եթե ես ինչ-որ բան ասեի տիկին Լիլիթի դեմ, նա ինձ աշխատանքից կհաներ։ Իսկ ես 2 դուստր ունեմ պահելու։ Ես այնքան շատ եմ ուզեցել խոսել, բայց ես հասկանում եմ։ Էդգարը բաժակը դրեց սեղանին։ Եվ ես շնորհակալ եմ ձեզ, որ հիմա պատմեցիք։ Ձեզ աշխատանքից չեն հանի, ես երաշխավորում եմ։ Այդ պահին Լիլիթը մտավ խոհանոց, արդեն անթերի հագնված, չնայած վաղ ժամին։ Նրա սառը աչքերը կանգ առան Էդգարի, ապա Սոնայի վրա։ Սոնա, կարող ես մեզ մենակ թողնել։ Սպասուհին արագ դուրս եկավ, թեթացած այդ իրավիճակից փախչելու համար։ Էդգարն ու Լիլիթը մենակ մնացին, նրանց միջ լարված լռություն էր։ Լավ քնեցիր, հարցրեց Լիլիթը մի տոնով, որը փորձում էր անկաշկանդ հնչել, բայց չէր ստացվում։ Ոչ այնքան։ Ամբողջ գիշեր մտածել եմ։ Էդգար, կարծում եմ, դու այս ամենը չափազանցնում ես։ Մայրդ այստեղ լավ է խնամված։ Նա լավ չէ, Լիլիթ։ Նա տառապում է։ Եվ ես հիմար էի, որ չեմ նկատել։ Տարեց մարդիկ զգայուն են։ Նա կարող է որոշ բաներ սխալ հասկացած լինել։ Որոշ բաներ։ Էդգարը շրջվեց, ուղիղ նրան նայելու։ Դու նրան թաքցնում ես մի փոքրիկ սենյակում։ Դու նրան արգելում ես հայտնվել, երբ հյուրեր ունես։ Դու մորս վերաբերվում ես այնպես, կարծես նա քեզ համար ամոթ լինի։ Ես նրան այդպես չեմ վերաբերվում։ Ապա ինչպես ես վերաբերվում։ Ասա ինձ, Լիլիթ։ Ինչպես ես վարվում, երբ ես այստեղ չեմ։ Լիլիթը պաշտպանական ձեռքերը խաչեց։ Ես տունը գործուն եմ պահում։ Ես աշխատանք ունեմ, Էդգար։ Աշխատանք, որը կախված է իմ ստեղծած կերպարից։ Մայրդ դա չի հասկանում։ Մայրս կարիք չունի հասկանալու։ Նա պարզապես պետք է արժանապատվությամբ հարգանքով վերաբերմունքի արժանանա։ Իսկ դա դու չես տալիս։ Դու ինձ դատում ես առանց իմ կողմը հասկանալու։ Ապա բացատրիր։ Հասկացրու ինձ, թե ինչու ես ընդունելի համարում նվաստացնել մի 73 տարեկան կնոջ, որը քեզ ոչինչ չի արել, բացի գոյություն ունենալուց։
Լիլիթը բացեց բերանը պատասխանելու, բայց ոչինչ դուրս չեկավ։ Առաջին անգամ նա պատրաստի փաստարկներ չուներ, լավ մշակված արդարացումներ չուներ։ Լռությունը ձգվեց նրանց միջ, ծանր վերջնական։ Ես այլս չեմ կարող ամուսնացած մնալ մեկի հետ, ով մորս այդպես է վերաբերվում, ասաց Էդգարը վերջապես, նրա ձայնը ցածր էր, բայց վստահ։ Լիլիթը գունատվեց։ Ինչ ես ասում։ Ասում եմ, որ ամեն ինչ պետք է կտրուկ փոխվի, կամ մեր ամուսնությունն ավարտված է։ Եվ ես մակերեսային փոփոխությունների մասին չեմ խոսում։ Ես խոսում եմ լիակատար փոխակերպման մասին այն ձի, թե ինչպես ես տեսնում վերաբերվում ես մորս։ Դու ինձ վերջնագիր ես ներկայացնում։ Ես քեզ ճշմարտությունն եմ ասում։ Ես մորս բերեցի այստեղ ապրելու, որովհետև մտածում էի, որ դա նրա համար ավելի լավ կլինի։ Բայց նրա կյանքը դժոխքի վերածեցի, դա ես չեմ կարող ընդունել։ Ես քո նրա միջ չեմ ընտրելու, Լիլիթ, որովհետև չպետք է ընտրելու կարիք լինի։ Բայց եթե դու ինձ ստիպես, դու արդեն գիտես, թե որը կլինի իմ ընտրությունը։ Լիլիթը լուռ մնաց, Մարսելով։ Նա միշտ գիտեր, որ Էդգարը սիրում է մորը, բայց երբեք չէր պատկերացնում, որ նա կհասնի այս կետին։ Միշտ կարծել էր, որ կարող է կառավարել իրավիճակը, տիկին Հեղինեին հեռու պահել, առանց Էդգարի իսկապես նկատելու։ Բայց այժմ, բախվելով ամուսնությունը, բնակարանը, ապրելակերպը կորցնելու իրական հնարավորությանը, նա սկսեց հաշվարկել։ Ինչ ես ուզում, որ անեմ, հարցրեց նա վերջապես։ Ուզում եմ, որ մորս վերաբերվես որպես մարդու։ Հարգանքով, քնքշությամբ, որպես ընտանիքի անդամի։ Ուզում եմ, որ նա իրեն տանը զգա, ոչ թե որպես ներխուժողի։ Ուզում եմ, որ հասկանաս, որ քո կատարյալ կյանքը սոցիալական ցանցերում ավելին չարժե, քան մարդու արժանապատվությունը։ Իսկ եթե չկարողանամ, եթե չիմանամ, թե ինչպես դա անել, ապա կսովորես։ Կամ կգնաս։ Բառերն ընկան որպես դատավճիռ։ Լիլիթը նայեց Էդգարին, փնտրելով որևէ նշան, որ նա բլեֆ է անում, բայց գտավ միայն վճռականություն։ Նա դանդաղ գլխով արեց։ Ես կփորձեմ։ Չեմ ուզում, որ փորձես։ Ուզում եմ, որ անես։ Այդ պահին տիկին Հեղինեն հայտնվեց խոհանոցի դռան մոտ, հագին մի խալաթ, որը Էդգարը թողել էր նրա համար։ Նա փոքրիկ փխրուն էր թվում, բայց նրա աչքերում ինչ-որ բան այլ էր։ Հույսի մի կայծ, որը նախկինում չկար։ Բարի լույս, ասաց նա ամաչկոտ։ Բարի լույս, մամ, Էդգարը ժպտաց մոտեցավ նրան, համբուրելով ճակատը։ Լավ քնեցիր։ Քնեցի։ Ավելի լավ, քան երկար ժամանակ։ Լիլիթը լուռ դիտում էր տեսարանը։ Նրա մի մասը ուզում էր ընդվզել, ուզում էր վիճել, որ արդար չէ, որ Էդգարը ամեն ինչ փոխում է մի ծեր կնոջ պատճառով։ Բայց կար մեկ այլ, ավելի փոքր, ավելի լուռ մաս, որը սկսում էր գիտակցել, որ գուցե, միայն գուցե, ինքը սխալ էր։ Արի միասին սուրճ խմենք, առաջարկեց Էդգարը, մորը տանելով դեպի ցուցադրական խոհանոցի սեղանը, այն սեղանը, որտեղ տիկին Հեղինեն երբեք չէր նստել։ Լիլիթը վարանեց, բայց հետո միացավ նրանց։ Դա լուռ անհարմար նախաճաշ էր, բայց դա սկիզբ էր։ Այդ առավոտ ավելի ուշ Էդգարը երկար զրույց ունեցավ տիկին Հեղինեի հետ ապագայի մասին։ Նրանք նստեցին գլխավոր հյուրասենյակում, մեծ բազմոցին, որից նա միշտ խուսափել էր, խոսեցին այնպես, ինչպես տարիներ շարունակ չէին արել։ Մամ, ուզում եմ, որ ինձ ներես։ Ամեն ինչի համար։ Բացակա լինելու, չտեսնելու, թե ինչ է կատարվում, թույլ տալու, որ տառապես։ Տիկին Հեղինեն բռնեց որդու ձեռքը։ Կարիք չկա ներողություն խնդրելու, Էդգար։ Դու քո կյանքով էիր ապրում։ Բայց իմ կյանքով ապրելը չպետք է նշանակեր քեզ լքել։ Ես ճանապարհին մոլորվել էի։ Այնքան տարված էի հաջողությամբ, փողով, մարդկանց տպավորելով, որ մոռացել էի, թե իրականում ինչն է կարևոր։ Դու գեղեցիկ կյանք ես կառուցել։ Բայց ինչ գնով։ Էդգարը շուրջը նայեց շքեղ բնակարանին։ Այս ամենը ոչինչ չարժե, եթե մարդիկ, ում սիրում եմ, տառապում են դրա ներսում։ Տիկին Հեղինեն ժպտաց, տխուր, բայց երախտապարտ ժպիտով։ Դու միշտ լավ տղա ես եղել, Էդգար։ Ուղղակի մի քիչ մոլորվել էիր։ Բայց հիմա հետ ես գտել ճանապարհը։ Նրանք մի որոշ ժամանակ այդպես մնացին, պարզապես իրար ձեռք բռնած, վերամիավորվելով մի լռության մեջ, որն ավելին էր ասում, քան բառերը կարող էին արտահայտել։ Կեսօրին Էդգարս մեկ զրույց ունեցավ, այս անգամ Լիլիթի հետ։ Նա նրան կանչեց աշխատասենյակ, փակեց դուռը։
Մենք պետք է մի քանի նոր կանոններ սահմանենք այս տան համար, սկսեց նա։ Լիլիթը լուռ լսում էր նրան, մինչ նա ուրվագծում էր փոփոխությունները։ Տիկին Հեղինեն կունենար ավելի լավ սենյակ, իսկական պատուհանով։ Նա կարող էր ազատ շրջել տանը, եփել, երբ ցանկանար, հյուրեր ընդունել, եթե ցանկանար։ Նա կներառվեր ճաշերին, զրույցներին, տան մասին որոշումներին։ Նրան այլս չէին թաքցնի։ Իսկ իմ աշխատանքը, հարցրեց Լիլիթը։ Իմ լուսանկարները, իմ էջը։ Դու կարող ես շարունակել քո աշխատանքը։ Բայց մայրս այս ընտանիքի մասն է, եթե նա հայտնվի քո լուսանկարներում, ես դրանում խնդիր չեմ տեսնում։ Իրականում, կարծում եմ, դա ազնիվ կլիներ։ Ցույց տալ, որ իրական կյանքը ներառում է բոլոր սերունդները, ոչ միայն արհեստական երիտասարդությունը։ Իմ հետորդներին դա դուր չի գա։ Ապա գուցե դու պետք է վերանայես, թե ինչպիսի հետորդներ ես ուզում։ Էդգարը լուրջ նայեց նրան։ Լիլիթ, ես հասկանում եմ, որ քո կարիերան կարևոր է քեզ համար։ Բայց այն չի կարող ավելի կարևոր լինել, քան մարդկանց արժանապատվությամբ վերաբերվելը։ Լիլիթը երկար պահ լուռ մնաց։ Հետո ասաց փոքր ձայնով. Ես չգիտեմ, թե կարող եմ փոխվել։ Ես այսքան երկար այսպիսին եմ եղել։ Բոլորս կարող ենք փոխվել։ Հարցն այն է, թե արդյոք ուզում ենք։ Իսկ եթե չկարողանամ, եթե փորձեմ ու ձախողվեմ, ապա գոնե փորձած կլինես։ Բայց Լիլիթ, պետք է հասկանաս։ Սա ընտրովի չէ։ Կամ դու փոխվում ես, կամ դու գնում ես։ Ես այլս թույլ չեմ տա, որ մորս այդպես վերաբերվեն։ Երբեք։ Հաջորդ օրերին բնակարանում դանդաղ, բայց տեսանելի փոխակերպում տեղի ունեցավ։ Էդգարն անձամբ ընտրեց ավելի լավ սենյակ տիկին Հեղինեի համար, մի ննջասենյակ, որի պատուհանը բացվում էր դեպի փողոց, բնական լույսով ծառերի տեսարանով։ Նա օգնեց նրան զարդարել տարածքը հին լուսանկարներով, Տավուշի հիշողություններով, իրերով, որոնք այդ վայրը նրանն էին դարձնում։ Լիլիթը դիտում էր այս ամենը դժգոհության հետաքրքրության խառնուրդով։ Լինում էին պահեր, երբ նա ուզում էր վերադառնալ հին օրինաչափությանը, վերականգնել իր ունեցած վերահսկողությունը։ Բայց լինում էին այլ, ավելի հազվադեպ պահեր, երբ նա տեսնում էր Էդգարին տիկին Հեղինեին միասին ծիծաղելիս ինչ-որ հին հիշողության վրա, զգում էր ինչ-որ բան, որը չէր կարողանում անվանել։ Գուցե դա նախանձ էր։ Գուցե դա գիտակցումն էր, որ այնտեղ ինչ-որ բան կար, որը նա երբեք չէր ունեցել։ Մի երեկո, մինչ Էդգարն աշխատասենյակում աշխատում էր, Լիլիթը գտավ տիկին Հեղինեին խոհանոցում, էլի գաթա պատրաստելիս։ Նա կանգ առավ դռան մոտ, դիտելով, թե ինչպես է տարեց կինն աշխատում այդ դողացող, բայց նվիրված ձեռքերով։ Կարող եմ մտնել, հարցրեց Լիլիթը, նրա ձայնը զարմանալիորեն վարանոտ էր։ Տիկին Հեղինեն զարմացած շրջվեց։ Իհարկե։ Լիլիթը դանդաղ մտավ, ինչպես մեկը, ով մտնում է անծանոթ տարածք։ Նայեց պատրաստվող գաթաներին, ասաց. Էդգարը սա սիրում էր, երբ երեխա էր։ Տիկին Հեղինեն գլխով արեց։ Նրա սիրելի աղանդերն էր։ Հատկապես Սուրբ Ծննդին։ Անհարմար լռություն տիրեց։ Հետո Լիլիթը դժվարությամբ ասաց. Ես լավ հարաբերություններ չեմ ունեցել մորս հետ։ Նա քննադատող էր, վերահսկող։ Ես միշտ երդվել էի, որ այլ կերպ կլինեմ, բայց կարծում եմ ի վերջո ավելի վատը դարձա։ Ուղղակի այլ ձով։ Տիկին Հեղինեն դադարեցրեց աշխատանքը, նայեց Լիլիթին։ Նա չէր ճանաչում նրա այս տարբերակը, խոցելի ազնիվ։ Չեմ փորձում արդարանալ, շարունակեց Լիլիթը։ Այն, ինչ արել եմ, սխալ էր։ Ես դա գիտեմ։ Բայց փորձում եմ հասկանալ, թե ինչու եմ արել։ Եվ կարծում եմ, իմ մի մասը նախանձում էր այն հարաբերությանը, որ դու ունես Էդգարի հետ։ Այդ անպայմանական սիրուն։ Ես երբեք դա չեմ ունեցել։ Տիկին Հեղինեն մի պահ լուռ մնաց։ Հետո մեղմ ասաց. Ուշ չէ սովորել այլ կերպ սիրել։ Չգիտեմ, թե կարող եմ։ Ոչ ոք չգիտի, մինչ չփորձի։ Այդ զրույցը ամեն ինչ չլուծեց։ Այն չջնջեց ամիսների նվաստացումն ու ցավը։ Բայց դա սկիզբ էր։ Փոքր քայլ դեպի ինչ-որ այլ բան։ Էդգարը, երբ իմացավ այդ զրույցի մասին Սոնայից, որը հեռվից ականատես էր եղել, զգուշավոր հույս զգաց։ Գուցե ճանապարհ կար։ Գուցե մարդիկ իսկապես կարող էին փոխվել։ Բայց նա գիտեր, որ չի կարող զգոնությունը թուլացնել։
Իսկական փոփոխությունը ժամանակ էր պահանջում, նա պետք է զգոն լիներ։ Իր մոր համար։ Տարիների ընթացքում առաջին անգամ նա իսկապես ներկա էր։ Եվ դա ամեն ինչ փոխում էր։ Սուրբ Ծնունդն արագ մոտենում էր։ 3 մետրանոց տոնածառը դեռ հավաքված էր հյուրասենյակում, իր նրբաճաշակ զարդարանքներով, սպիտակ լույսերով։ Բայց այժմ գագաթին Էդգարը դրել էր ստվարաթղթե աստղը, որը տիկին Հեղինեն պահել էր, այն մեկը, որը ինքն էր պատրաստել 7 տարեկանում։ Այն անկատար էր, գունաթափված, լիովին անհամապատասխան դեկորացիայի մնացած մասի գեղագիտական ստանդարտին։ Բայց այն իրական էր։ Իրենն էր։ Իրենցն էր։ Լիլիթը նայեց այդ աստղին զգացմունքների խառնուրդով։ Նրա մի մասը ուզում էր պոկել այն փոխարինել ինչ-որ բանով, որը կհամապատասխաներ մնացածին։ Բայց մյուս մասը սկսում էր հասկանալ, որ անկատարության մեջ գեղեցկություն կա, որ ճշմարտություն կա նրանում, ինչն անկեղծ է, նույնիսկ եթե կատարյալ չէ։ Նա լուսանկարեց տոնածառը, գագաթին աստղով, հրապարակեց իր էջում պարզ մակագրությամբ։ Երբեմն լավագույն զարդարանքներն այն են, որոնք հիշողություններ են կրում։ Եկած մեկնաբանությունները զարմանալի էին։ Շատ հետորդներ կիսվեցին իրենց սեփական պատմություններով անկատար, բայց սիրելի զարդարանքների մասին։ Ոմանք ասացին, որ դա ամենաիրական գրառումն էր, որ նա երբեք արել էր։ Լիլիթը նայեց այդ մեկնաբանություններին, զգաց, թե ինչպես է ինչ-որ բան փոխվում իր ներսում։ Գուցե կատարելությունն այնքան էլ կարևոր չէր, որքան նա կարծում էր։ Գուցե մարդիկ ավելի շատ կապվում են ճշմարտության հետ, քան երակայության։ Դա մեկ գիշերվա փոխակերպում չէր լինի։ Կլինեին հետընթացներ, լարվածության պահեր, վեճեր։ Բայց այժմ կար ինչ-որ բան, որը նախկինում գոյություն չուներ։ Կար գիտակցություն։ Կար ջանք։ Կար փոփոխության հնարավորություն։ Եվ երբեմն դա այն ամենն էր, ինչ անհրաժեշտ էր, վերակառուցելու այն, ինչ կոտրվել էր։ Սուրբ Ծննդյան նախօրեն եկավ երանի վրա մոխրագույն երկնքով, որը անձր էր կանխագուշակում։ Կենտրոնի բնակարանում լիովին այլ մթնոլորտ էր տիրում։ Տիկին Հեղինեն արթնացավ իր նոր սենյակում, բնական լույսը ներս էր թափանցում լայն պատուհանից, մի պահ մոռացավ, թե որտեղ է։ Հետո հիշեց։ Հիշեց այն ամենը, ինչ փոխվել էր վերջին 2 շաբաթվա ընթացքում։ Նա դանդաղ վեր կացավ, դեռ սովորելով այն տարածքին, որն իսկապես իրենն էր։ Պատերին լուսանկարներ կային, իր մանուկ Էդգարի լուսանկարները, Տավուշի տան լուսանկարները, պահերի լուսանկարներ, որոնք նա կարծում էր, թե կորած են միայն հիշողության մեջ։ Էդգարը օրեր էր անցկացրել, հին ալբոմները թվայնացնելով, նկարները շրջանակելով, այդ սենյակը իսկական տուն դարձնելով։ Խոհանոցում հանդիպեց Էդգարին, որն արդեն սուրճ էր պատրաստում։ Նա ժպտաց, տեսնելով նրան։ Բարի լույս, մամ։ Լավ քնեցիր։ Հիանալի քնեցի։ Դեռ չեմ հավատում, որ սա իրական է։ Իրական է։ Եվ կշարունակի լինել։ Նրանք միասին սուրճ խմեցին, խոսելով այդ երեկոյան Սուրբ Ծննդյան ընթրիքի նախապատրաստությունների մասին։ Էդգարը հրավիրել էր Ռոբերտին, իր գործընկերոջը, նրա ընտանիքին։ Ուզում էր, որ Սուրբ Ծնունդը իսկական տոնախմբություն լինի, ոչ թե բեմադրություն լուսանկարների համար։ Լիլիթը որոշ ժամանակ անց հայտնվեց, հագնված ավելի հասարակ, քան սովորաբար։ Վերջին օրերին նա փորձում էր։ Հեշտ չէր, լինում էին պահեր, երբ հին օրինաչափությունը սպառնում էր վերադառնալ, բայց նա անկեղծորեն ջանք էր գործադրում։ Բարի լույս, ասաց նա մի տոնով, որը փորձում էր բնական հնչել։ Բարի լույս, Լիլիթ, պատասխանեց տիկին Հեղինեն, դեռ որոշակի զգուշությամբ։ Էդգարը դիտում էր փոխազդեցությունը։ Գիտեր, որ նրանց երկուսի հարաբերությունները հեռու էին լուծված լինելուց։ Լիլիթը դեռ պաշտոնապես ներողություն չէր խնդրել, տիկին Հեղինեն դեռ խորը վիրավորանքներ էր պահում։ Բայց գոնե այժմ երկխոսություն կար, փորձ կար, ճանապարհ էր կառուցվում։ Այդ առավոտ ավելի ուշ, մինչ Էդգարը դուրս էր եկել ընթրիքի համար պակասող մի քանի բաղադրիչ գնելու, տիկին Հեղինեն Լիլիթը մենակ մնացին բնակարանում։ Սոնան հանգստյան օր ուներ, Սուրբ Ծնունդը դուստրերի հետ անցկացնելու համար։ Ծանր լռություն տիրեց երկու կանանց միջ մի քանի րոպե։ Հետո Լիլիթը, քաջություն հավաքելով, մոտեցավ տիկին Հեղինեին, որը հյուրասենյակում էր, պատուհանից նայելով։ Հեղինե, սկսեց նա վարանոտ ձայնով։ Ես պետք է ձեզ հետ խոսեմ։ Տիկին Հեղինեն զարմացած շրջվեց։ Կարող ես խոսել։ Լիլիթը խորը շունչ քաշեց։
Ես ուզում եմ ներողություն խնդրել։ Իսկապես։ Այն ամենի համար, ինչ արել եմ ձեզ հետ այս վերջին տարիներին։ Դա դաժան էր, անմարդկային, ես արդարացումներ չունեմ, որոնք կարդարացնեն դա։ Ես այնքան տարված էի իմ կերպարով, իմ կատարյալ կյանքով, որ մոռացա, որ դուք մարդ եք։ Մարդ, որն արժանի է հարգանքի արժանապատվության։ Տիկին Հեղինեն լուռ մնաց, մարսելով այդ բառերը։ Դրանք բառեր էին, որոնք նա երբեք չէր սպասում լսել։ Ես չգիտեմ, թե կարող եմ լինել այն հարսը, որին դուք արժանի եք, շարունակեց Լիլիթը, նրա ձայնը թեթակի դողում էր։ Ես չգիտեմ, թե կարող եմ լիովին փոխել այն, ինչ դարձել եմ։ Բայց ես փորձում եմ։ Եվ կշարունակեմ փորձել։ Որովհետև Էդգարն ինձ հասկացրեց, որ որոշ բաներ ավելի կարևոր են, քան Ինստագրամի հետորդները կամ կատարյալ լուսանկարները։ Եվ դուք այդ բաներից մեկն եք։ Ինչու՞ դա արեցիր, հարցրեց տիկին Հեղինեն վերջապես։ Ինչու ինձ այդպես վերաբերվեցիր։ Ես քեզ ոչինչ չեմ արել։ Լիլիթը աչքերը խոնարհեց։ Որովհետև դուք ներկայացնում էիք այն ամենը, ինչ ես փորձում էի շղթել։ Ծերացում, անկատարություն, իրական կյանք։ Մայրս խիստ էր ինձ հետ, միշտ քննադատում էր, միշտ ինձ անբավարար զգալ էր տալիս։ Ես երդվել էի, որ այլ կերպ կլինեմ, որ կկառուցեմ կատարյալ կյանք, որտեղ ոչինչ ինձ չի վնասի։ Բայց ի վերջո վնասեցի ձեզ այդ գործընթացում։ Եվ դա աններելի է։ Տիկին Հեղինեն նայեց այդ կնոջը, առաջին անգամ տեսնելով ոչ թե իրեն տանջող հրեշին, այլ մի մարդու, իր սեփական վերքերով անվստահություններով։ Աններելի չէ, ասաց տիկին Հեղինեն, զարմացնելով ինքն իրեն։ Դժվար է ներել։ Ժամանակ կպահանջվի։ Բայց աններելի չէ։ Լիլիթը զարմացած բարձրացրեց աչքերը։ Դուք իսկապես կարող էիք ինձ ներել։ Ժամանակի ընթացքում։ Եթե դու իսկապես փոխվես։ Եթե ինձ վերաբերվես որպես մարդու, ոչ թե որպես իրի։ Ես խոստանում եմ, որ կփորձեմ։ Ամեն օր։ Երկու կանայք մնացին այնտեղ, մի լռության մեջ, որն այլս լիովին թշնամական չէր։ Ցավ կար, վիրավորանքներ կային, բայց նա բուժման հնարավորություն կար։ Եվ երբեմն հնարավորությունն այն ամենն էր, ինչ անհրաժեշտ էր։ Երբ Էդգարը վերադարձավ գնումներից, գտավ նրանց երկուսին խոհանոցում, Լիլիթը փորձում էր տիկին Հեղինեից գաթա պատրաստել սովորել։ Դա անհարմար էր, տարօրինակ, Լիլիթը ակնհայտորեն չգիտեր, թե ինչ է անում, բայց փորձում էր։ Եվ տիկին Հեղինեն, մայր լինելու տարիներից եկող համբերությամբ, սովորեցնում էր։ Էդգարը կանգնեց դռան մոտ, դիտելով այն տեսարանը, որը 2 շաբաթ առաջ անհնարին կլիներ։ Զգաց, թե ինչպես են աչքերն այրվում, բայց դրանք թեթացման, հույսի արդյունքներ էին։ Կեսօրին սկսվեցին ընթրիքի նախապատրաստությունները։ Ի տարբերություն Լիլիթի նախորդ ընթրիքների, սա պրոֆեսիոնալ կերպով չէր լուսանկարվելու։ Թանկարժեք ռեստորան կամ կատարյալ դեկորացիա չէր լինելու։ Դա լինելու էր պարզ ճաշ, պատրաստված իրենց կողմից, իսկական ուտելիքով անկեղծ զրույցներով։ Տիկին Հեղինեն պատրաստեց իր ֆիրմային ուտեստները, տոլմա, խորոված կարտոֆիլ։ Էդգարը պատրաստեց այն աղցանը, որը սովորել էր պատրաստել նրանից, երբ երեխա էր։ Եվ Լիլիթը, զարմանալիորեն, օգնեց աղցան պատրաստելուն սեղանը գցելուն։ Դա իր նախորդ ընթրիքների կատարյալ սեղանը չէր, բայց ուներ ծաղիկներ, որոնք Էդգարը գնել էր շուկայից, ուներ պարզ, բայց գեղեցիկ ափսեներ, ուներ մոմեր, որոնք ստեղծում էին հարմարավետ մթնոլորտ։ Երբ Ռոբերտը եկավ կնոջ 2 փոքրիկ երեխաների հետ, բնակարանը լի էր տնական ուտելիքի հոտերով։ Երեխաները վազվզում էին տանը, խառնելով այն անթերի կարգը, որը Լիլիթը միշտ պահպանել էր։ Էդգարը նայեց կնոջը, սպասելով որևէ արձագանքի, բայց Լիլիթը պարզապես ժպտաց, փոքր, բայց անկեղծ ժպիտով։ Երեխաներ են, պարզ ասաց նա։ Երեխաները խառնաշփոթ են ստեղծում։ Ընթրիքը ջերմ ուրախ էր։ Տիկին Հեղինեն խոսում էր Ռոբերտի կնոջ հետ հին բաղադրատոմսերի մասին։ Էդգարն ու Ռոբերտը հիշում էին համալսարանական պատմություններ։ Երեխաները միջավայրը լցնում էին իրենց էներգիայով։ Եվ Լիլիթը երկար ժամանակ անց առաջին անգամ իրեն թույլ տվեց պարզապես լինել, առանց անհանգստանալու կատարյալ անկյունների կամ լուսանկարների համար իդեալական լուսավորության մասին։ Մի պահ երեխաներից մեկը հյութ թափեց սփռոցի վրա։ Լիլիթը զգաց, թե ինչպես է հին բնազդը արթնանում, նախատելու, անմիջապես ուղղելու ցանկությունը։ Բայց խորը շունչ քաշեց, ասաց միայն. Ոչինչ, պատահում է։
Էդգարը սեղանի տակից բռնեց նրա ձեռքը, աջակցության ճանաչման ժեստ։ Նա փորձում էր։ Իսկապես փորձում էր։ Ընթրիքից հետո, մինչ երեխաները խաղում էին, իսկ մեծահասակները զրուցում, Էդգարը խնդրեց բոլորի ուշադրությունը։ Ուզում եմ կենաց ասել, ասաց նա, վեր կենալով գինու գավաթը ձեռքին։ Իմ մոր, տիկին Հեղինեի կենացը, ով ինձ սովորեցրել է այն ամենը, ինչն իսկապես կարևոր է կյանքում։ Ինձանից երկար ժամանակ պահանջվեց հիշելու այդ դասերը, բայց վերջապես վերադարձա դրանց։ Եվ նա Լիլիթի կենացը, ով ունի քաջություն փոխվելու, սխալները ճանաչելու, ավելի լավը լինելու փորձ անելու։ Փոփոխությունը հեշտ չէ, բայց հնարավոր է։ Եվ այս Սուրբ Ծնունդը դրա ապացույցն է։ Բոլորը խմեցին, տիկին Հեղինեն զգաց, թե ինչպես են արցունքները հոսում դեմքով։ Բայց այս անգամ դրանք երջանկության, պատկանելության, վերջապես իսկական տանը լինելու արցունքներ էին։ Ավելի ուշ, երբ հյուրերն արդեն գնացել էին, նրանք երեքով մնացին հյուրասենյակում, նայելով Սուրբ Ծննդյան տոնածառին, գագաթին անկատար աստղով։ Էդգարն առաջարկեց, որ միասին նոր զարդարանք պատրաստեն, ինչ-որ բան, որը կխորհրդանշի այս նոր սկիզբը։ Նա բերեց պարզ նյութեր, ստվարաթուղթ, սոսինձ, փայլեր, ժապավեններ։ Եվ նրանք երեքով նստեցին հյուրասենյակի հատակին, ինչպես երեխաներ, ստեղծելով լիովին անհամաչափ վատ պատրաստված զարդարանք։ Տիկին Հեղինեն ծիծաղում էր, մինչ դողացող ձեռքերով կտրում էր ստվարաթուղթը։ Էդգարը ամեն ինչ ծուռ էր սոսնձում։ Եվ Լիլիթը, զարմանալիորեն, ամեն ինչ ծածկում էր փայլերով, չանհանգստանալով իր ստեղծած խառնաշփոթի համար։ Երբ ավարտեցին, նայեցին արդյունքին։ Այն սարսափելի էր ցանկացած գեղագիտական չափանիշով։ Բայց իրենցն էր։ Իրական էր։ Սիրով էր պատրաստված։ Էդգարը զարդարանքը դրեց հին աստղի կողքին, տոնածառի գագաթին։ Այն դարձավ էլ ավելի անհամաչափ, էլ ավելի անտեղի նրբաճաշակ զարդարանքների մեջ։ Բայց այն կատարյալ էր հենց անկատար լինելու համար։ Լիլիթը նայեց դրան, մտածեց իր էջի համար լուսանկար անելու մասին։ Բայց հետո որոշեց չանել դա։ Այդ պահը աշխարհի հետ կիսվելու համար չէր։ Այն միայն իրենցն էր։ Եվ դա լավ էր։ Արի տաք շոկոլադ պատրաստենք, առաջարկեց տիկին Հեղինեն։ Ճիշտ այնպիսին, ինչպիսին Տավուշում էինք պատրաստում, Էդգար։ Նա գնաց խոհանոց, պատրաստեց թանձր ու քաղցր տաք շոկոլադ, մատուցելով պարզ բաժակներով։ Նրանք երեքով նստեցին բազմոցին, շոկոլադ խմելով, խոսելով հին հիշողությունների, ապագայի, այն մասին, թե ինչպես կարող է կյանքը փոխվել, երբ ամենաքիչն է սպասում։ Լիլիթը, որը միշտ խուսափել էր անցյալի մասին զրույցներից, գտավ իրեն անկեղծ հետաքրքրությամբ լսելիս Էդգարի տիկին Հեղինեի պատմությունները։ Դժվարությունների, հաղթահարման, անպայմանական սիրո պատմություններ։ Եվ առաջին անգամ կիսվեց իր սեփական պատմություններով, իր սեփական ցավերով, իր սեփական անվստահություններով։ Գիշերվա ժամը 2-ի սահմաններում տիկին Հեղինեն սկսեց հորանջել։ Էդգարն օգնեց նրան գնալ սենյակ, տեղավորեց հարմարավետ մահճակալին, համբուրեց ճակատը։ Շնորհակալ եմ, մամ։ Ամեն ինչի համար։ Ինձնից հույսս չկտրելու համար։ Ես երբեք քեզնից հույսս չէի կտրի, Էդգար։ Դու իմ որդին ես։ Իմ տղան։ Միշտ քո տղան։ Երբ Էդգարը վերադարձավ հյուրասենյակ, գտավ Լիլիթին դեռ արթուն, նայելով տոնածառին։ Լավ ես, հարցրեց նա, նստելով նրա կողքին։ Այո։ Ուղղակի մտածում եմ։ Նա նայեց նրան։ Էդգար, ես իսկապես կփոխվեմ։ Հեշտ չի լինի, հավանաբար երբեմն կձախողվեմ, բայց ես ուզում եմ փոխվել։ Ուզում եմ այստեղ իրական բան կառուցել։ Ես գիտեմ։ Եվ ես այստեղ կլինեմ քեզ աջակցելու։ Բայց Լիլիթ, եթե որևէ պահի հասկանաս, որ չես կարող, որ սա այն չէ, ինչ դու իսկապես ուզում ես, մի մնա պարտավորությունից ելնելով։ Մենք չենք կարող կեղծիքի վրա իրական բան կառուցել։ Դա պարտավորություն չէ։ Դա ընտրություն է։ Ես ընտրում եմ մնալ։ Ես ընտրում եմ փորձել։ Նրանք մնացին այնտեղ, գրկախառնված, մինչ քաղաքը դրսում քնած էր։ Եվ երկար ժամանակ անց առաջին անգամ բնակարանը ոչ միայն գեղեցիկ էր թվում։ Այն տուն էր թվում։ Սուրբ Ծննդից հետո եկած օրերը բերեցին փոքր հաղթանակներ, փոքր մարտահրավերներ։ Լիլիթը հետընթաց ունեցավ, երբ տիկին Հեղինեն սուրճ թափեց բեժ բազմոցի վրա։
Նրա առաջին բնազդը ճչալն էր, նախատելը, պահանջելը, որ տարեց կինն ավելի զգույշ լինի։ Բայց խորը շունչ քաշեց, մինչ 10 հաշվեց, ասաց միայն. «Ոչինչ, արի միասին մաքրենք»։ Տիկին Հեղինեն իր հերթին սկսեց իրեն թույլ տալ ավելի շատ տարածք զբաղեցնել։ Իր ամսագրերը թողնում էր սուրճի սեղանին։ Հեռուստացույց էր դիտում գլխավոր հյուրասենյակում։ Եփում էր, երբ ցանկություն ուներ։ Աստիճանաբար նրա ներկայությունը դառնում էր ավելի բնական, ավելի ինտեգրված։ Էդգարը կրճատեց իր գործուղումները։ Ավելի շատ պարտականություններ պատվիրակեց Ռոբերտին այլ գործընկերների։ Այժմ գիտակցում էր, որ անիմաստ է մասնագիտական կայսրություն կառուցել, եթե գործընթացում կորցնում ես այն, ինչն իսկապես կարևոր է։ Մի օր Լիլիթն առաջարկեց, որ տիկին Հեղինեն հայտնվի իր գրառումներից մեկում։ Ոչ թե նրան թաքցնելու, այլ իր կյանքի ճշմարտությունը ցույց տալու համար։ Բայց միայն եթե դուք ուզում եք, շտապեց ասել։ Առանց ճնշման։ Տիկին Հեղինեն մի պահ մտածեց։ Կարելի է, ասաց նա վերջապես։ Բայց առանց չափազանցված ֆիլտրի։ Ուզում եմ ելալ այնպիսին, ինչպիսին կամ։ Նրանք պարզ լուսանկար արեցին, երկուսով խոհանոցում, թխվածք պատրաստելիս։ Լիլիթը հրապարակեց այն ազնիվ մակագրությամբ, սխալվելու սովորելու իրական ընտանիքի կեղծ ընտանիքի մասին։ Մեկնաբանությունները խառն էին։ Որոշ հետորդներ քննադատեցին նրան, ասելով, որ նա չափազանց շատ է փոխվել։ Մյուսները ողջունեցին նրա ազնվությունը։ Լիլիթը որոշեց, որ նախընտրում է նրանց, ովքեր ողջունում էին ճշմարտությունը։ Դանդաղ Լիլիթի էջը սկսեց փոխվել։ Ավելի քիչ բեմադրված լուսանկարներ, ավելի շատ անկեղծ պահեր։ Ավելի քիչ արհեստական կատարելություն, ավելի շատ իրական մարդկայնություն։ Նա կորցրեց որոշ հետորդների, բայց ձեռք բերեց ուրիշներին։ Եվ հայտնաբերեց, որ նոր ներգրավվածություններն ավելի նշանակալի էին, ավելի խորը։ Սոնան, վերադառնալով իր հանգստյան օրերից, նկատեց փոփոխությունը բնակարանում։ Լարվածությունը նվազել էր։ Ծիծաղ կար այնտեղ, որտեղ նախկինում միայն ծանր լռություն էր։ Նա տեսնում էր տիկին Հեղինեին հյուրասենյակում սերիալ դիտելիս, տեսնում էր Լիլիթին համեմունքների մասին իր կարծիքը հարցնելիս, տեսնում էր Էդգարին, իսկապես ներկա։ Մի առավոտ Սոնան գտավ տիկին Հեղինեին Լիլիթին պատշգամբում բույսերի մասին խոսելիս։ Դա խորը կամ էմոցիոնալ առումով ծանրաբեռնված զրույց չէր, պարզապես երկու մարդ, որոնք կիսվում էին գիտելիքներով պարզ բանի մասին։ Բայց դա առաջընթաց էր։ Էդգարը դիտում էր այս ամենը, զգում էր մի խաղաղություն, որը տարիներ շարունակ չէր ճանաչում։ Դեռ երկար ճանապարհ կար անցնելու։ Լիլիթին տիկին Հեղինեին ժամանակ էր պետք, անկեղծ հարաբերություններ կառուցելու համար։ Կլինեին հետընթացներ, դժվար պահեր, վեճեր։ Բայց այժմ հիմք կար։ Ազնվություն կար։ Փորձ կար։ Հունվարյան մի երեկո, ամանորից հետո, նրանք երեքով նորից նստեցին հյուրասենյակում։ Էդգարը որոշում էր կայացրել։ Ուզում եմ, որ իմանաք, որ այսուհետ ավելի շատ ներկա եմ լինելու, ասաց նա։ Ես կաշխատեմ տնից, երբ հնարավոր լինի։ Ես այստեղ կլինեմ այն ամենի համար, ինչի կարիքը դուք ունենաք։ Դու կարիք չունես դա ինձ համար անելու, ասաց տիկին Հեղինեն։ Քո աշխատանքը կարևոր է։ Իմ աշխատանքը կարևոր է, համաձայնեց Էդգարը։ Բայց դուք ավելի կարևոր եք։ Ինձանից։ Երկար ժամանակ պահանջվեց դա հասկանալու համար, բայց հիմա հասկանում եմ։ Եվ նորից չեմ մոռանա։ Լիլիթը բռնեց նրա ձեռքը։ Մենք սա կստացվեցնենք։ Երեքով միասին։ Եվ առաջին անգամ այդ բառերը ճշմարիտ թվացին։ Դա դատարկ խոստում չէր, այլ իրական պարտավորություն։ Շաբաթները վերածվեցին ամիսների։ Ստվարաթղթե աստղը դեռ տոնածառի գագաթին էր, նույնիսկ այն բանից հետո, երբ Սուրբ Ծննդյան մյուս բոլոր զարդարանքները հավաքվեցին։ Էդգարը պնդեց, որ այն այնտեղ մնա ամբողջ տարին, մշտական հիշեցում, որ անկատարությունը վավեր է, որ իսկական սերը ֆիլտրերի կարիք չունի։ Տիկին Հեղինեն ծաղկեց։ Նրա դեմքին գույն վերադարձավ, նա նորից սկսեց ինքնաբուխ ժպտալ, նորից իրեն կենդանի զգաց։ Սկսեց հաճախել թաղամասի ձեռագործության խմբակ, ընկերներ ձեռք բերեց, իր ստեղծագործությունները հպարտությամբ տուն բերեց։ Եվ Լիլիթը, զարմանալիորեն, չբողոքեց նյութերի խառնաշփոթից։ Լիլիթը շարունակեց իր փոխակերպման ճանապարհը։ Այն գծային չէր։
Լինում էին օրեր, երբ վերադառնում էր հին օրինաչափություններին, երբ կատարելության մոլուցքը սպառնում էր վերադառնալ։ Բայց այժմ գիտակցություն կար։ Եվ ամեն անգամ, երբ սայթաքում էր, Էդգարը կամ տիկին Հեղինեն մեղմորեն հիշեցնում էին նրան այն ճանապարհի մասին, որը նրանք ընտրել էին միասին անցնել։ Մի գիշեր, այդ փոխակերպող Սուրբ Ծննդից ամիսներ անց, Լիլիթը մղձավանջ տեսավ։ Երազում տեսավ, որ վերադարձել է դատարկ կատարյալ բնակարան, առանց Էդգարի, առանց տիկին Հեղինեի, առանց ոչ ոքի։ Միայն ինքը իր միլիոնավոր վիրտուալ հետորդները, որոնք իրեն իսկապես չէին ճանաչում։ Արթնացավ խուճապի մեջ, գտավ Էդգարին իր կողքին։ Ամեն ինչ լավ է, հանգստացրեց նա։ Դա ընդամենը երազ էր։ Ես երազում տեսա, որ մենակ եմ, խոստովանեց նա։ Վերադարձել եմ այն նախկին դատարկ կյանքին։ Դու մենակ չես։ Եվ այլս երբեք չես լինի։ Դու ընտրել ես իրական բան, մենք այստեղ ենք քեզ հետ։ Լիլիթը բացեց սենյակի դուռը, տեսավ խոհանոցում վառված լույս։ Տիկին Հեղինեն էր, որը նույնպես չէր կարողանում քնել, երիցուկի թեյ էր պատրաստում։ Լիլիթը գնաց այնտեղ։ Ինձ համար էլ ես պատրաստել, հարցրեց նա։ Տիկին Հեղինեն ժպտաց։ Միշտ։ Երկուսը նստեցին խոհանոցի սեղանի շուրջ, հարմարավետ լռության մեջ թեյ խմելով։ Նրանք բառերի կարիք չունեին։ Միմյանց պարզ ներկայությունը, առանց թշնամանքի, առանց լարվածության բավարար էր։ Էդգարը, հեռվից դիտելով, զգաց, որ վերջապես գտել են ճանապարհը։ Այն կատարյալ չէր։ Երբեք չէր լինի։ Բայց իրական էր։ Եվ դա բավական էր։ Ամիսները շարունակում էին անցնել։ Կյանքը շարունակում էր իր ընթացքը վերելքներով ու վայրեջքներով, ուրախություններով ու մարտահրավերներով։ Բայց այժմ Երանի կենտրոնի այդ բնակարանի ներսում կար ինչ-որ բան, որը նախկինում գոյություն չուներ։ Տուն կար։ Ընտանիք կար։ Սեր կար, որը կարիք չուներ բեմադրվելու տեսախցիկների համար կամ հավանության արժանանալու համացանցի անծանոթների կողմից։ Տիկին Հեղինեն, որը մի ժամանակ իրեն անտեսանելի անպետք էր զգում, այժմ գիտեր, որ իրեն տեսնում են, սիրում են, գնահատում են։ Էդգարը, որը մոլորվել էր նյութական հաջողության որոնումներում, վերագտավ այն, ինչն իսկապես կարևոր էր։ Եվ Լիլիթը, որը մի ամբողջ կյանք կառուցել էր արտաքին տեսքի վրա, դանդաղորեն բացահայտում էր իսկության գեղեցկությունը։ Մի սովորական կիրակի, մինչ նրանք երեքով միասին ճաշ էին պատրաստում, ծիծաղելով անհեթեթ կատակների վրա խառնելով անթերի խոհանոցը, Էդգարը շուրջը նայեց, մտածեց. Սա է հաջողությունը։ Ոչ թե շքեղ բնակարանը, ոչ թե ընկերության թվերը, ոչ թե սոցիալական կարգավիճակը։ Սա այս պարզ պահը իրական կապի, մարդկանց միջ, որոնք հոգ են տանում միմյանց մասին։ Տիկին Հեղինեն, համեմելով հավը, երգում էր Տավուշի մի հին երգ։ Լիլիթը, լիովին ծուռ կտրատելով բանջարեղենը, ծիծաղում էր իր վրա առանց անհարմարության։ Էդգարը, պատրաստելով բրինձը, զգում էր մի խորը բավարարվածություն, որը ոչ մի գումար չէր կարող գնել։ Եվ այդ պարզ, սովորական, բացարձակապես անկատար պահին նրանք գտան այն, ինչ միշտ այնտեղ էր եղել, սպասելով ճանաչվելու։ Իսկական սեր։ Իսկական տուն։ Իսկական կյանք։ Առանց ֆիլտրերի, առանց խմբագրումների, առանց ստերի։ Պարզապես ճշմարտություն, իր բոլոր անկատարություններով, իր ողջ գեղեցկությամբ։ Անտեսանելի տոնածառի գագաթի ստվարաթղթե աստղը դիտում էր նրանց, լուռ վկան մի փոխակերպման, որը ոչ մի ինստագրամյան լուսանկար երբեք լիովին չէր կարողանա ֆիքսել։ Որովհետև լավագույն պատմությունները, ամենաճշմարիտները այն են, որոնք ապրվում են տեսախցիկներից հեռու սովորական օրերի լռության մեջ, փոքր, բայց նշանակալի ժեստերում, այն սիրո մեջ, որը հանդիսատեսի կարիք չունի գոյություն ունենալու համար։ Եվ այսպես, այն տանը, որը մի ժամանակ դատարկ ցուցափեղկ էր, այժմ ապրում էր մի անկատար, բայց իրական ընտանիք, կառուցելով հիշողություններ, որոնք ոչ մի ֆիլտր չէր կարող բարելավել, որովհետև դրանք արդեն կատարյալ էին հենց այնպիսին, ինչպիսին կային։ Պատմության ավարտը, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ տիկին Հեղինեի, Էդգարի Լիլիթի պատմությունը հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք այս փոխակերպման, սիրո նոր սկզբի ճանապարհորդությունից, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Դուք երբե նման բան ապրել եք։ Երբե ստիպված եղել եք սովորել գնահատել նրան, ով իսկապես կարևոր է։ Ամեն օր մենք բերում ենք այսպիսի լարված պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմը, հիշեցնում մեզ, որ երբեք ուշ չէ փոխվելու, ներողություն խնդրելու, կոտրվածը վերականգնելու համար։
Սպասում ենք ձեզ հաջորդ թողարկմանը։